Մենավոր մագնատը շրջապատված շքեղությամբ լռությամբ ապրում է սառը առօրյայի մեջ, զրկված որե սրբազան կապից։ Երկրպագու տրամադրությամբ գործուհու նրա փոքրիկ դստեր անսպասելի գալուստը սկսում է հալեցնել այն սառույցը, որը նրան հեռու էր պահում աշխարհից։ Նամակների, ժպիտների նուրբ ժեստերի միջ տունը դանդաղորեն վերածվում է կենդանի ու ջերմ օջախի։ Երանի արածակը երկինքը նարնջագույն էր ներկում, երբ մեքենան հասավ քամիների առանձնատան վեհաշուկ դարպասներին, որը գտնվում էր Կոտայքի մարզի ձորաղբյուրի բացառիկ թաղամասերից մեկի բլրի գագաթին։ Տաթիկ Սարգսյանը խորը շունչ քաշեց, ուղղեց հասարակ զգեստը, որը հատուկ հարցազրույցի համար էր գնել, սեղմեց դռան զանգը։ 35 տարեկանում նա կյանքը նորից սկսելու հերթական փորձի առջ էր կանգնել։ Լինելով միայնակ մայր, նա այդ աշխատանքի խիստ կարիքն ուներ։ Քամիների առանձնատուն, լսում եմ, սարքից լսվեց անվտանգության աշխատակցի ռոբոտանման ձայնը։ Բարի լույս։ Ես Տաթիկ Սարգսյանն եմ։ Հարցազրույց ունեմ պարոն Դավիթ Մանուկյանի հետ, տնտեսուհու թափուր պաշտոնի համար։ Դարպասն անաղմուկ սահեց մի կողմ։ Տաթիկն անցավ ընդարձակ, անթերի խնամված այգով, նկատելով, որ չնայած գեղեցկությանը, այդ տեսարանում ինչ-որ արհեստական բան կար։ Ամեն ինչ չափազանց կանոնակարգված էր թվում, կարծես բնությանը ստիպել էին ենթարկվել մի կարգի, որն իրենը չէր։ Առանձնատունը, բետոնից ապակուց կառուցված մոդեռնիստական շինություն, ծովի կապույտի ֆոնին վեր էր խոյանում որպես սառը պահապան։ Մուտքի մոտ Տաթիկին դիմավորեց գործադիր քարտուղարուհի Լիլիթը։ Նրա լարված դեմքն ու աչքերի տակի մուգ շրջանակները մատնում էին այն մարդու համար աշխատելու ծանրությունը, ում բոլորը ճանաչում էին որպես երանի սառցե մարդ։ Նա աշխատասենյակում է։ Պատրաստվեք, պարոն Մանուկյանը սովորական չէ, Լիլիթը վարանեց։ Վերջին 6 ամսում այստեղով 47 թեկնածու է անցել։ Ոչ ոք 5 օրից ավել չի դիմացել։ Տաթիկը ժպտաց, ուղղելով իր համար գանգուրները, որոնք անընդհատ դուրս էին պրծնում կոսից։ Վստահ եմ, որ մենք լավ լեզու կգտնենք։ Ես դիմացել եմ Արարատ ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան Գորգ Դավթյանի հետ ամուսնությանը։ Դրանից հետո ինձ այլս ոչինչ չի կարող վախեցնել։ Լիլիթը չպատասխանեց ժպիտին, միայն մեխանիկական շարժումով ցույց տվեց ճանապարհը։ Միջանցքներով քայլելիս Տաթիկը նկատեց, որ ոչ մի անձնական լուսանկար, ոչ մի իր չկար, որը մարդկային ջերմություն հաղորդեր։ Մինիմալիստական ձևավորումը, թե աներակայելի շքեղ, կարծես ճարտարապետական ամսագրից լիներ, այլ ոչ թե բնակելի տնից։ Մտնելով աշխատասենյակ, Տաթիկը Դավիթ Մանուկյանին գտավ մեջքով դեպի դուռը կանգնած, ապակե պատից նայելով օվկիանոսին։ 45 տարեկանում նա երկրի խոշորագույն տեխնոլոգիական վերականգնվող էներգիայի ընկերություններից մեկի սեփականատերն էր։ Հայկական սիլիկոնյան հովտի մագնատը, ինչպես նրան անվանում էին ամսագրերում, չշրջվեց նրան ողջունելու։ Նստեք։ Ձեր ռեզյումեն սեղանին է, հրամայեց նա խորը ձայնով, որը կարծես հաճախ չէր օգտագործվում։ Տաթիկն անտեսեց նշված աթոռը քայլեց մինչ նրա կողքին կանգնեց, մեկնելով ձեռքը։ Հաճելի է, Տաթիկ Սարգսյան։ Դուք այստեղից հիանալի տեսարան ունեք։ Ցանկություն է առաջանում ցանցաճոճ վերցնել ու ամբողջ օրը ճոճվել, այդպես չէ՞։ Դավիթը դանդաղ շրջվեց, զարմացած ուղղակի մոտեցումից։ Բարձրահասակ, անկյունային դիմագծերով մուգ կանաչ աչքերով, որոնք կարծես յուրաքանչյուր շարժում հաշվարկում էին, նա Տաթիկին գլխից մինչ ոտք զննեց։ Նրա արտահայտությունն անփոփոխ մնաց, կատարյալ քանդակված դիմակի պես։ Ես ցանցաճոճերի համար ժամանակ չունեմ։ Մոսկվա, Փարիզ, Դուբայ, Նյու Յորք։ Ես իմ ժամանակի միայն 40%-ն եմ այստեղ անցկացնում, պատասխանեց նա, անտեսելով մեկնած ձեռքը։ Ինձ պետք է մեկը, ով այս տունը կպահի շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Կարող եմ հարցնել, թե ինչու մյուս թեկնածուները երկար չեն մնացել։ Տաթիկը նստեց բնականոն կերպով ոտքը ոտքին գցելով։ Ծանր լռություն տիրեց սենյակում, նախքան Դավիթը կպատասխաներ։ Անպատասխանատվություն։ Չափազանց հետաքրքրասիրություն։ Պարզ հրահանգներին հետելու անկարողություն։ Տաթիկը ժպտաց, մեկ անգամ զարմացնելով նրան։ Դե, ես իսկապես հետաքրքրասեր եմ, խոստովանում եմ։ Բայց նա պատասխանատու եմ արագ եմ սովորում։ Եվ ամենակարևորը, ես չեմ վախենում մռայլ դեմքով մարդկանցից։ Առաջին անգամ Դավիթի աչքերում հետաքրքրության նման մի բան փայլատակեց։ Այս կարգի առանձնատներում աշխատելու փորձ ունեք։
3 տարի աշխատել եմ Պետրոսյանների ընտանիքի տանը, Գյումրիում։ Դրանից առաջ տնտեսուհի եմ եղել Ծովի Զեփյուռ հյուրանոցում, Սանում։ Ես գիտեմ, թե ինչպես վարվել բոլոր տեսակի մարդկանց հետ, ամենապարզից մինչ ամենաբարդը։ Նա միտումնավոր դադար տվեց, ուղիղ նայելով նրա աչքերին։ Հարցազրույցը տեց ուղիղ 40 րոպե։ Դավիթը տեխնիկական հարցեր տվեց տնային կառավարման մասին, իսկ տատիկը պատասխանում էր պրոֆեսիոնալիզմի թեթության խառնուրդով, որը շփոթեցնում էր գործարարին։ Վերջում նա նայեց դաստակին ամրացված պլատինե ժամացույցին։ 10 րոպեից կոնֆերանս ունեմ։ Լիլիթը ձեզ ցույց կտա պայմանագրի կետերը։ 1 շաբաթ փորձաշրջան։ Եթե դիմանաք, կխոսենք մշտական աշխատանքի մասին։ 1 շաբաթը լիովին բավարար կլինի, պարոն Մանուկյան, տատիկը ոտքի կանգնեց։ Ձեզ անպատասխանատվությունից ավելի լավ պատրվակ է պետք գալու, երբ ես մնամ։ Դավիթի շուրթերը ձգվեցին, գրեթե ժպիտի նման մի բան կազմելով։ Կտեսնենք։ Հաջորդ առավոտ տատիկը ճիշտ ժամը 6-ին տեղում էր։ Լիլիթը նրան տվեց 73 էջանոց ձեռնարկ, որտեղ մանրամասն նկարագրված էր տան յուրաքանչյուր գործընթաց։ Նա վազելու է դուրս գալիս 6, 30-ին վերադառնում 7, 15-ին։ Սուրճը մատուցվում է 7, 30-ին։ Առանց շաքարի։ Թվային թերթը բեռնված պլանշետի վրա։ Ոչ մի խոսակցություն մինչ երկրորդ սուրճը 9, 45-ին։ Իսկ Լուսինը որ փուլում պետք է լինի, որ նա ժպտա, կատակեց տատիկը, ստիպելով Լիլիթին աչքերը չռել։ Դա ձեռնարկում նշված չէ, պատասխանեց քարտուղարուհին, չհասկանալով հեգնանքը։ Կեսօրին Դավիթը հանդիպումից հետո վերադարձավ աշխատասենյակ։ Տատիկը նկատեց, որ նա ռազմավարական նպատակով հատակին, սեղանի մոտ 1000 դրամանոց թղթադրամներ էր շաղ տվել։ Այնուհետ գործարարը պառկեց բազմոցին, ծածնելով, թե քնել է, բայց կիսաբաց աչքերով հետում էր ապակե սեղանի արտացոլանքի միջով։ Տատիկն անաղմուկ մտավ թեյ մատուցելու։ Նա տեսավ թղթադրամները, անմիջապես հասկացավ փորձությունը։ Իրեն ժպտաց, գլուխը թափահարելով։ Զգուշորեն հավաքեց յուրաքանչյուր թղթադրամը, դարակում դնելու կամ նրան հանձնելու փոխարեն, դրանք սրտի տեսքով դասավորեց սեղանի վրա։ Կողքին ձեռագիր գրություն թողեց։ Հատակին ընկած փողը անհաջողություն է բերում։ Սրտի տեսքով փողը բարգավաճում է բերում ուրախությամբ։ Ձեզ երկուսն էլ պետք են։ Տատիկ։ Դավիթը մնաց անշարժ, հետելով, թե ինչպես է նա դուրս գալիս։ Երբ դուռը փակվեց, նա դանդաղ ոտքի կանգնեց, վերցրեց գրությունը։ Մատները մի պահ վարանեցին, նախքան զգուշորեն ծալելն ու բաճկոնի ներքին գրպանում դնելը, մի ժեստ, որը նույնիսկ ինքը չհասկացավ։ Խոհանոցում խոհարար Էդուարդը, ով շաբաթը 3 անգամ ուտեստներ էր պատրաստում, տատիկին բացատրում էր տիրոջ սննդի խիստ ռեժիմը։ Սպիտակուց, օրգանական բանջարեղեն, 0 ածխաջրեր 18:00-ից հետո։ Կովկասյան համեմունքների մասին մտածել անգամ չի կարելի։ Աստված իմ։ Նա Հայաստանում է ապրում ու խորոված չի ուտում։ Սա գրեթե սրբապղծություն է, տատիկը ծիծաղեց, բաժակը լցնելով թարմ ծիրանի հյութով, որը նոր էր պատրաստել։ Սա փոխվելու է, կարող եք վստահ լինել։ Էդուարդը հոնքերը բարձրացրեց։ Դու մյուսներից տարբերվում ես։ Բայց նա քեզ կկոտրի, ինչպես կոտրել է բոլորին։ Կամ գուցե, տատիկը ժպտաց, նրա շագանակագույն աչքերը փայլում էին վճռականությամբ, ես առաջինը կկոտրեմ սառույցը։ Այդ գիշեր, երբ Դավիթը հերթական տեսակոնֆերանսից հետո վերադարձավ, իր ննջասենյակը գտավ անթերի մաքուր։ Մահճակալի կողքի պահարանի վրա, որտեղ սովորաբար միայն մեկ բաժակ ջուր քնաբեր հաբեր էին լինում, բյուրեղապակյա փոքրիկ ծաղկամանում հասմիկի մի փոքրիկ ծաղիկ կար։ Նուրբ բույրը լցնում էր սենյակը։ Դավիթը վերցրեց ծաղիկը, վարանելով, կարծես չիմանար, թե ինչ անել այդ անսպասելի ներկայության հետ։ Տարիների մեջ առաջին անգամ քունը եկավ առանց հաբերի անհրաժեշտության։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ դուք կլսեք ձեր կյանքում։ Տատիկի ժամանումից 3 օր անց քամիների առանձնատան խիստ առօրյայում սկսեցին փոքր փոփոխություններ նկատվել։ Պատուհանները, որոնք նախկինում մշտապես փակ էին, այժմ օրական գոնե մի քանի ժամով բացվում էին, թույլ տալով ծովային զեփյուռին շրջանառվել սենյակներում։
Հայկական լեռների ծաղիկներով ծաղկամաններ ռազմավարականորեն տեղադրվեցին նախկինում դատարկ անկյուններում։ Եվ ինչն ամենազարմանալին էր, ուտեստների պատրաստման ընթացքում խոհանոցում սկսեց հնչել մեղմ երաժշտություն։ Դավիթը նկատեց այս նուրբ փոփոխությունները, բայց լուռ մնաց, կարծես գիտական փորձ էր անցկացնում, ցանկացած միջամտություն կարող էր վնասել արդյունքները։ Նա հեռվից հետում էր տատիկին, հետաքրքրված նրա բոլոր աշխատակիցների, այգեպան Ստեփանից մինչ վարորդ Հովսեփի հետ նույն անկեղծությամբ շփվելու ունակությամբ։ Չորրորդ առավոտյան, նախաճաշի իջնելով, նա անակնկալի եկավ։ Սովորական սուրճի մրգերի կողքին կար լավաշով բրդուճի մի փոքր բաժին, լոռի պանրով։ Բարի լույս, պարոն Մանուկյան։ Հուսով եմ դեմ չեք, բայց մտածեցի, որ մի փոքր հայկական ուտեստ չի վնասի։ Այն թեթե, առողջարար համեղ, ասաց տատիկը, ճաշասենյակ մտնելով ծիրանի հյութի սափորով։ Ես ճաշացանկից դուրս ոչինչ չեմ ուտում, չոր պատասխանեց նա։ Ափսոս։ Կյանքը չափազանց կարճ է կանխատեսելի ճաշացանկերի համար, այդպես չեք կարծում, նա ժպտաց չվրդովվելով։ Բայց հանգիստ եղեք, չեմ պնդի։ Այնտեղ ամեն ինչ ձեր սննդակարգին համապատասխան է։ Նա մատնացույց արեց խնամքով կտրատված մրգերը։ Դավիթը լուռ մնաց, բրդուճին նայելով այնպես, կարծես այն այլմոլորակային առարկա լիներ։ Երբ տատիկը դուրս եկավ, նա երկար վայրկյաններ վարանեց, նախքան մի փոքր կտոր կտրելն ու համտեսելը։ Համը հեռավոր հիշողություն արթնացրեց, իր տատիկը Լոռու մարզում, ընտանեկան ագարակում պանիր էր պատրաստում։ Հիշողության մի բեկոր, որը կարծում էր, թե տարիներ առաջ ջնջվել է իր հիշողությունից։ Այդ օրը կեսօրին տատիկը մաքրում էր աշխատասենյակի գրապահարանը, երբ նկատեց սենյակի ամենահեռու անկյունում կտորով ծածկված դաշնամուր։ Դուք նվագում եք, հարցրեց նա, մինչ Դավիթը գրաֆիկներ էր ուսումնասիրում իր նոութբուքում։ Նվագում էի։ Պատանեկության տարիներին, պատասխանեց նա, աչքերը չբարձրացնելով։ Տատիկը մոտեցավ գործիքին, զգուշորեն հանեց կտորը, բացահայտելով փայլուն Ստեյնվեյ։ Նա մատները սահեցրեց ստեղների վրայով։ Իմ դուստրը, Սոֆյան, սովորում է։ Ընդամենը 7 տարեկան է, բայց արդեն կարողանում է մի քանի պարզ մեղեդի նվագել, նա իրեն ժպտաց։ Երաժշտությունը հոգու համար մաթեմատիկայի պես է, այդպես չէ՞։ Դավիթը բարձրացրեց աչքերը, մի պահ հետաքրքրվելով։ Դուք դուստր ունեք։ Այո, ունեմ։ Իմ կյանքի արը, տատիկը շարունակեց խնամքով մաքրել դաշնամուրը։ Նա ապրում է մորս հետ Աբովյանում, մինչ ես այստեղ եմ աշխատում։ Հանգստյան օրերին այցելում եմ։ Դա ձեր ռեզյումեում նշված չէր, նկատեց նա, հոնքերը կիտելով։ Դուք իմ անձնական կյանքի մասին չեք հարցրել, պարզ պատասխանեց նա։ Ի դեպ, ինչու եք դեռ դաշնամուր պահում, եթե այլս չեք նվագում։ Հարցը մի քանի վայրկյան օդում կախված մնաց։ Դավիթը վերջապես փակեց նոութբուքը։ Որոշ սովորություններից դժվար է ազատվել։ Նույնիսկ երբ դրանք այլս իմաստ չունեն։ Կամ գուցե դրանք պարզապես սպասում են ճիշտ պահի, նորից իմաստավորվելու համար, պատասխանեց տատիկը մի մեղմությամբ, որը չէր համապատասխանում սենյակի սառնությանը։ Այդ շաբաթվա վերջում աշխատանքից ազատելու առաջին փորձը տեղի ունեցավ։ Այն ոչ թե տատիկի, այլ հենց Դավիթի կողմից էր։ Պետք է, որ սա ստորագրեք, ասաց նա, փաստաթուղթը մեկնելով, մինչ տատիկը կազմում էր տան օրակարգը։ Սա ծանուցում է։ Կարծում եմ, ավելի լավ է ավարտենք ձեր փորձաշրջանը։ Տատիկը նայեց թղթին, հետո Դավիթին, առանց զարմանք կամ հիասթափություն ցուցաբերելու։ Կարող եմ պատճառը հարցնել։ Ես ինչ-որ բան սխալ եմ արել։ Ընդհակառակը։ Ձեր աշխատանքը բավարար է, պատասխանեց նա, զգուշությամբ ընտրելով բառերը։ Բայց ես նախընտրում եմ մեկին, ով ավելի շատ մասնագիտական հեռավորություն կպահի։ Տատիկը ժպտաց, թուղթը դնելով սեղանին առանց ստորագրելու։ Դուք վախենում եք, այդպես չէ՞։ Վախենում եք, որ ինչ-որ մեկը կկարողանա անցնել ձեր շուրջը կառուցած սառույցի 15 շերտերի միջով։ Նա մի քայլ առաջ արեց, կրճատելով նրանց միջ հեռավորությունը։ Գիտեք, թե որն է այդքան բարձր պարիսպների հետում թաքնվելու խնդիրը, պարոն Մանուկյան։ Մի օր դուք շուրջը կնայեք, կհայտնաբերեք, որ մենակ եք ձեր կառուցած ամրոցում։ Դավիթի կանաչ աչքերը մթնեցին։ Ես տնային աշխատողի հոգեբանական վերլուծությունների կարիք չունեմ։ Ոչ, ձեզ պետք է լիմոնադ, տատիկը շփոթեցնող հանգստությամբ շարժվեց դեպի դուռը։ Հենց հիմա կպատրաստեմ։ Սթրեսի դեմ հիանալի դեղամիջոց է։
Նախքան նա կհասցներ առարկել, տատիկը դուրս եկավ։ 15 րոպե անց նա վերադարձավ սկուտեղով, որի վրա 2 բաժակ թարմ անանուխով լիմոնադ էր, զարդարված անանուխի տերներով կիտրոնի շերտերով։ Ես լիմոնադ չեմ խնդրել, չոր ասաց նա։ Տեխնիկապես ես էլ չեմ խնդրել, որ ինձ աշխատանքից ազատեն, հակադարձեց նա, բաժակը դնելով նրա առջ։ Եկեք պայմանավորվենք։ Դուք փորձում եք լիմոնադը, ես փորձում եմ մեկ շաբաթ այստեղ։ Եթե ձեզ դուր չգա աշխատանքս, նկատի ունեմ ես կգնամ առանց քննարկման։ Նրա ձայնի տոնի մեջ ինչ-որ բան, մարտահրավերի անկեղծության խառնուրդ, ստիպեց Դավիթին վերցնել բաժակը։ Նա մի կում արեց, հետո մյուսը։ Համը կատարյալ էր, ճիշտ քաղցրի թթվի միջ։ Ընդունելի է, մրմնջաց նա, դժկամությամբ խոստովանելով, որ այն համեղ էր։ Տատիկը հաղթական ժպտաց։ Տեսնում եք։ Ինչպես տատիկս էր ասում։ Չկա մի բան, որ մի քիչ շաքարն ու կիտրոնը չլուծեն։ Ծանուցումը կարող է սպասել։ Դավիթը գրեթե աննկատ գլխով արեց, պատռելով փաստաթուղթը։ Հաջորդ օրերին տատիկը շարունակեց իր լուր հեղափոխությունը։ Փոքր կանոններ խախտվում էին առանց աղմուկի։ Նախաճաշը նոր տարբերակներ ստացավ։ Տեխնիկական գրքերի մի ամբողջ տարակ վերադասավորվեց, ներառելով հայ դասական գրականության որոշ գործեր։ Գլխավոր պատշգամբում հայտնվեց աննկատ երաժշտական համակարգ։ Մի առավոտ Դավիթը տատիկին տեսավ բույսերը ջրելիս մեղեդի երգելիս։ Նա գունավոր զգեստ էր հագել, որը հակադրվում էր առանձնատան խստությանը, կարծես սառցե քանդակի վրա իջած թիթեռ լիներ։ Գիտեիք, որ բույսերի հետ խոսելն օգնում է նրանց ավելի ամուր աճել, հարցրեց նա, նկատելով նրա ներկայությունը։ Կեղծ գիտություն է, ավտոմատ պատասխանեց նա։ Գուցե։ Կամ գուցե գիտությունը դեռ գործիքներ չունի չափելու այն, ինչն իսկապես կարևոր է։ Նա մոտեցավ, առաջարկելով ջրիչը։ Ուզում եք փորձել։ Իր իսկ զարմանքի համար Դավիթն ընդունեց առարկան։ Նա իրեն անհեթեթ զգաց այնտեղ կանգնած, ձեռքին գունավոր փղի տեսքով ջրիչ, չիմանալով ինչ անել։ Պարզապես թեթակի թեքեք թողեք, որ ջուրը թափվի բույսի շուրջը, ոչ թե ուղիղ վրան, հրահանգեց տատիկը։ Եվ կարող եք ինչ-որ բարի բան ասել, եթե ուզում եք։ Նրանք հաճոյախոսություններ են սիրում, ինչպես մենք։ Դավիթը լուր ջրեց բույսը, բայց այդ պարզ գործողության մեջ ջրի հոսքը, որը սնուցում էր կյանքը, տարօրինակ զգացողություն առաջացրեց նրա կրծքում։ Մի լարվածություն, որը դանդաղորեն թուլանում էր, ինչպես երկար ժամանակ կծկված մկանը, որը սկսում է թուլանալ։ Ուրբաթ օրը քարտուղարուհի Լիլիթը զարմացած նայում էր, երբ Դավիթը, սուրճից հետո ուղիղ աշխատասենյակ գնալու փոխարեն, կանգ առավ, դիտելու, թե ինչպես է տատիկը խոհանոցում խմոր պատրաստում։ Ինչ եք անում, հարցրեց նա։ Նրբաբլիթներ, հետճաշիկի համար։ Կցանկանայիք սովորել։ Իր կյանքի ցանկացած այլ պահի Դավիթը հրավերն անհեթեթ կհամարեր։ Բայց ինչ-որ բան փոխվել էր։ Սառցե պատի մեջ մի փոքր ճաք էր առաջացել։ 15 րոպե ունեմ հաջորդ զանգից առաջ, պատասխանեց նա հանելով բաճկոնը։ Փորձը աղետալի էր։ Առաջին նրբաբլիթը կպավ թավային, երկրորդը մեջտեղում հում մնաց, իսկ եզրերը այրվեցին։ Երբ երրորդը օդում շրջելու փորձի ժամանակ ընկավ հատակին, տեղի ունեցավ աներակայելին։ Դավիթ Մանուկյանը ծիծաղեց։ Կարճ, զուսպ, բայց անկեղծ ծիծաղ։ Ձայնը զարմացրեց նույնիսկ իրեն։ Կարծում եմ, կմնամ միաձուլման պայմանագրերի հետ։ Դրանք ավելի քիչ վտանգավոր են, մեկնաբանեց նա, մինչ տատիկն օգնում էր մաքրել թափթփվածը։ Համաձայն չեմ։ Դուք խոհարարական ներուժ ունեք։ Պարզապես պրակտիկա է պետք։ Նա նրան տվեց անձեռոցիկ, նախապես իր պատրաստած լավ նրբաբլիթով։ Մի փոքր հաղթանակ նշելու համար։ Այդ գիշեր, իր սենյակ գնալիս, Դավիթը իր աշխատասեղանին գտավ ծալված թուղթ։ Դա կապույտ գրիչով արված պարզ նկար էր, որտեղ պատկերված էր ձողիկներով մարդ, որը բռնել էր նրբաբլիթի նման մի բան։ Ներքում գրված էր. Արժե 1 խոհարարական դաս 1 ծիծաղ։ Կարելի է օգտագործել ցանկացած պահի։ Այդ շաբաթվա մեջ երկրորդ անգամ Դավիթը տատիկի թուղթը դրեց իր անձնական դարակում, փողերով սրտի առաջին գրության կողքին։ Փոքրիկ ժեստերի աճող արխիվ, որոնք, առանց նրա իմանալու, սկսում էին հալեցնել երանի սառցե մարդուն։ Շաբաթ առավոտ էր, երբ քամիների առանձնատան մանրակրկիտ հաշվարկված առօրյան իսկական շրջադարձ ապրեց։
Դավիթը, ով սովորաբար աշխատում էր նույնիսկ հանգստյան օրերին, պատշգամբում զեկույցներ էր ստուգում, երբ գլխավոր միջանցքից մանկական ձայն լսեց։ Նա հետաքրքրված շրջվեց, տեսավ տատիկին, որը շտապ ներս էր մտնում, գունավոր պոչիկներով, գանգուր մազերով մի աղջկա ուղեկցությամբ։ «Պարոն Մանուկյան, հազար ներողություն եմ խնդրում անհանգստության համար», սկսեց տատիկը, տեսանելիորեն նյարդայնացած։ «Սա իմ դուստրն է, Սոֆյան։ Մայրս ստիպված էր շտապ մեկնել Վանաձոր, մորաքրոջս խնամելու, ես այսօր փոքրիկին թողնելու տեղ չունեմ։ Խոստանում եմ, որ նա հանգիստ կմնա, մինչ ես աշխատում եմ»։ Դավիթը երեխային դիտում էր նույն արտահայտությամբ, որով կուսումնասիրեր թերի արտադրանքը։ Սոֆյան, ի տարբերություն մեծահասակների մեծամասնության, չվախեցավ սառը հայացքից։ Նա հետ նայեց նրան անկեղծ հետաքրքրությամբ, գործարարի զարմանքի համար, լայն ժպտաց, ցույց տալով արջի պակասող ատամը։ «Ձեր տունը շատ մեծ է, հորաքույր։ Ֆիլմերի ամրոցների նման է», բացականչեց աղջիկը, հիացմունքով նայելով բարձր առաստաղին լայն պատուհաններին։ «Սոֆյա, հիշիր, թե ինչ ենք խոսել մեքենայում», մեղմորեն զգուշացրեց տատիկը։ «Պարոն Մանուկյանը շատ զբաղված մարդ է։ Մայրիկս ասաց, որ դուք շատ կարևոր մարդ եք, անում եք բաներ, որոնք օգնում են մոլորակին», շարունակեց Սոֆյան, անտեսելով նախազգուշացումը։ «Ճիշտ է, որ ձեր արային էներգիայի կայանները երկնքից հսկա ծաղիկների դաշտերի տեսք ունեն»։ Դավիթը թարթեց, զարմացած ոչ միայն խելացի հարցից, այլ մի բանի բանաստեղծական նկարագրությունից, որը նա միշտ տեսել էր միայն որպես տեխնոլոգիական արդյունավետություն։ «Մի այդպիսի բան», վարանելով պատասխանեց նա։ «Ապա, դառնալով տատիկին, մենք այստեղ երեխաների համար հարմար պայմաններ չունենք»։ «Լիովին հասկանում եմ, պարոն։ Եթե նախընտրում եք, կարող եմ այսօր հանգստյան օր վերցնել, հետո լրացնել։ Պարզապես եկել էի զգուշացնելու, որ այսօր չեմ կարողանա մնալ»։ Նախքան Դավիթը կհասցներ պատասխանել, Սոֆյան արդեն մոտեցել էր սեղանին, որտեղ բազմաթիվ էլեկտրոնային սարքեր էին դրված։ «Վա՜ու, ինչքան պլանշետ։ Դուք բոլորի վրա եք Minecraft խաղում», անմեղ հարցրեց նա։ «Սոֆյա, մի դիպչիր պարոն Մանուկյանի իրերին», տատիկը շտապեց քաշել դստերը, բայց աղջկա դեմքի զվարճալի արտահայտությունը անսպասելի ռեակցիա առաջացրեց Դավիթի մոտ։ «Սրանք աշխատանքի համար են», պատասխանեց նա, զարմանալով սեփական ձայնի գրեթե զրուցասեր տոնից։ Մի պահ մտածելուց հետո ավելացրեց. «Կարող եք մնալ։ Բայց նրան հեռու պահեք իմ աշխատասենյակից, նկուղի լաբորատորիայից»։ Տատիկը չկարողացավ թաքցնել թեթացումն ու զարմանքը։ «Շատ շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։ Խոստանում եմ, որ չենք խանգարի ձեր աշխատանքին»։ «Շնորհակալություն, սառցե հորաքույր», բացականչեց Սոֆյան, ստիպելով տատիկին սառչել տեղում։ «Սոֆյա։ Ինչ»։ Դու նրան այդպես էիր անվանում, երբ տատիկի հետ էիր խոսում հեռախոսով, բացատրեց աղջիկը երեխաներին բնորոշ դաժան ազնվությամբ։ Տատիկի դեմքը խիստ կարմրեց։ Դավիթը հոնքը բարձրացրեց, բայց մի կարճ պահ շուրթերին ժպիտի նման մի բան խաղաց։ «Սառցե հորաքույր, հետաքրքիր է», մրմնջաց նա, իր ուշադրությունը կրկին կենտրոնացնելով զեկույցների վրա, ցույց տալով, որ խոսակցությունն ավարտված է։ Մինչ մայր ու աղջիկ հեռանում էին, Դավիթը չէր կարող չնկատել, թե ինչպես են Սոֆյայի փոքրիկ քայլերի ձայնն ու նրա անվերջ հարցերը կյանքի տարօրինակ թրթիռ հաղորդում դատարկ միջանցքներին։ Ճաշի ընթացքում, որը սովորաբար Դավիթին մատուցվում էր իր աշխատասենյակում կամ պատշգամբում, աննախադեպ բան տեղի ունեցավ։ Երբ նա մտավ ճաշասենյակ, այնտեղ թողած մի քանի փաստաթուղթ վերցնելու, գտավ գլխավոր սեղանը մասամբ սպասքադրված։ «Մենք մտածեցինք, որ լավ կլինի այս տարածքն օգտագործել այն բանի համար, ինչի համար այն ստեղծվել է», բացատրեց տատիկը, տեսնելով նրա շփոթված արտահայտությունը։ «Այսքան գեղեցիկ սեղանը, որը պատրաստված է օրինականորեն հավաստագրված ընկուզենուց, արժանի է օգտագործվելու»։ Սոֆյան նստած էր աթոռներից մեկին, ոտքերը օդում ճոճվում էին, ուտում էր մակարոն լոլիկի սոուսով։ Տեսնելով Դավիթին, նա աշխուժորեն ձեռքով արեց. «Հորաքույր, ուզում եք մեզ հետ ճաշել։ Մայրիկս իր սոուսով մակարոն է պատրաստել, աշխարհում ամենահամեղն է»։ Դավիթը վարանեց, դիտելով տեսարանը։ Այդ երեխայի երջանիկ ուտելու տեսարանում, որի հագուստը պաշտպանված էր ինքնաշեն անձեռոցիկով, այնքան բնական ու կենդանի մի բան կար, որը դաժանորեն հակադրվում էր այն ստերիլ մթնոլորտին, որը նա ինքն էր ստեղծել այդ տանը։ «Տեսակոնֆերանս ունեմ», ավտոմատ պատասխանեց նա։ «Ափսոս։ Ճաշից հետո նկարելու եմ»։
Եթե ուզում եք, կարող եք գալ տեսնելու իմ նկարները, երբ ավարտեք ձեր տեսահանդիպումը։ Տատիկն արագ միջամտեց։ Սոֆյա, պարոն Մանուկյանը շատ պարտականություններ ունի։ Մենք չենք կարող նրա ժամանակը խլել։ Դավիթը գլխով արեց դուրս եկավ սենյակից, բայց ուղիղ աշխատասենյակ գնալու փոխարեն կանգ առավ միջանցքում։ Աղջկա ձայնը դեռ արձագանքում էր, մորը հարցնելով, թե ինչու է այսքան մեծ տանը այդքան քիչ մարդ ապրում, ինչու պատերին նկարներ չկան, ինչպես տատիկի տանը։ Պարզ հարցեր, որոնք տարօրինակ կերպով երբեք նրա մտքով չէին անցել։ Կեսօրն անցավ հանգիստ, Դավիթը խորասուզված էր իր աշխատանքի մեջ։ Ժամանակ առ ժամանակ նա լսում էր հեռավոր ծիծաղ կամ տատիկի մեղեդային ձայնը, որը ինչ-որ բան էր երգում դստեր համար։ Ձայներ, որոնք պետք է նրան նյարդայնացնեին, բայց որոնք զարմանալիորեն հաճելի ֆոն էին ստեղծում նրա մտքերի համար։ Ժամը 5-ի սահմաններում նա որոշեց սուրճի ընդմիջում անել։ Հյուրասենյակով անցնելիս նա գտավ Սոֆյային հատակին նստած, շրջապատված գունավոր թղթերով մատիտներով։ Աղջիկը կենտրոնացած նկարում էր, լեզուն երում էր բերանի անկյունում, ստեղծագործական ջանքի նշան։ Տես, թե ով հայտնվեց, բացականչեց նա, տեսնելով նրան։ Ուզում եք տեսնել իմ նկարները։ Նախքան նա կհասցներ պատասխանել, Սոֆյան արդեն ոտքի էր կանգնել, ցույց տալով իր ստեղծագործությունները։ Սա ծովն է, որը երում է ձեր պատշգամբից։ Իսկ սա այգին է այն բույսերով, որոնց մասին մայրիկս ասում է, որ խոսում են իր հետ։ Իսկ սա, նա վարանեց, քննադատական հայացքով նայելով նկարին, սա դուք եք, ձեր աշխատասեղանի մոտ։ Դավիթը վերցրեց թուղթը, զարմանալով, երբ տեսավ կապույտ կոստյումով բարձրահասակ կերպար, որը շրջապատված էր փոքրիկ քառակուսիներով, որոնք պետք է համակարգիչներ լինեին։ Դեմքը բերանի համար ուղիղ գիծ էր, իսկ աչքերի համար երկու կետ։ Ինչու ես ձեզ վրա ժպիտ չեմ նկարել։ Որովհետև դեռ իսկականը չեմ տեսել, շփոթեցնող պարզությամբ բացատրեց Սոֆյան։ Բայց ես տեղ կթողնեմ, երբ դա տեղի ունենա։ Այդ դիտարկման անկեղծության մեջ ինչ-որ բան այնպես դիպավ Դավիթին, ինչպես երբեք չէին կարողացել խորհրդականների կամ թերապտների քննադատությունները։ Կարող եմ սա պահել, հարցրեց նա, զարմացնելով ինքն իրեն։ Սոֆյայի աչքերը փայլեցին։ Իհարկե։ Նույնիսկ կստորագրեմ, որ ավելի գեղեցիկ լինի։ Մանուշակագույն գրիչով նա գրեց իր անունը թղթի ներքի անկյունում, կողքին ավելացնելով փոքրիկ աստղ։ Այդ պահին տատիկը մտավ սենյակ, թեյով թխվածքաբլիթներով սկուտեղը ձեռքին։ Սոֆյա, հուսով եմ, որ չես անհանգստացնում պարոն Մանուկյանին։ Բնավ, պատասխանեց նա, դեռ նայելով նկարին։ Ձեր դուստրը հետաքրքիր տեսակետ ունի։ Կեսօրվա մնացած մասն անցավ տարօրինակ ներդաշնակությամբ։ Դավիթը վերադարձավ աշխատանքին, բայց այժմ Սոֆյայի նկարը զգուշորեն ամրացված էր իր համակարգչի կողքին, որպես փոքրիկ պատուհան դեպի մի բան, որը նա վաղուց չէր այցելել, ներկա պահի պարզությունը։ Դեպքը տեղի ունեցավ երեկոյան։ Սոֆյան ուսումնասիրում էր տունը, մինչ տատիկը ընթրիք էր պատրաստում։ Աղջիկը պատահաբար հայտնաբերեց մի սենյակ, որը փակ էր աշխատակիցների համար, Դավիթի մոր նախկին ննջասենյակը, որը պահպանվել էր ճիշտ այնպես, ինչպես նա թողել էր այն 6 տարի առաջ։ Ինչ-որ կերպ դուռը կիսաբաց էր մնացել շաբաթական թույլատրված մաքրությունից հետո։ Սոֆյան մտավ, հիացած հին ու էլեգանտ իրերով։ Սենյակի կենտրոնում գտնվող պատվանդանի վրա բոհեմական բյուրեղապակյա ծաղկամանը, սերնդեսերունդ փոխանցվող ընտանեկան ժառանգությունը նուրբ վեհաշուկ գեղեցկություն էր ցուցադրում։ Հմայված բյուրեղի գույներով ձերով Սոֆյան մոտեցավ այն ավելի լավ տեսնելու։ Նրա կտրուկ շարժումը պատվանդանը թեթակի ճոճեց։ Վայրկյանների ընթացքում ծաղկամանն ընկավ, մարմարե հատակին փշրվելով մի ձայնով, որը կարծես արձագանքեց ամբողջ առանձնատանը։ Դավիթն ու տատիկը գրեթե միաժամանակ հասան դռանը։ Տեսարանը սարսափելի էր։ Սոֆյան քարացած կանգնած էր սենյակի կենտրոնում, բազմագույն բյուրեղի բեկորները ցրված էին նրա շուրջը, իսկ մանկական դեմքով հոսում էին հաստ արցունքներ։ Ինչ ես արել, Դավիթի ձայնն ավելի սառն էր հնչում, քան երբևէ։ Ես ուղղակի ուզում էի ավելի մոտիկից տեսնել։ Ես չեմ դիպել, երդվում եմ, հեկեկաց աղջիկը։ Տատիկն անմիջապես կանգնեց դստեր տիրոջ միջ։ Պարոն Մանուկյան, դա պատահար էր։ Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Կվճարեմ վնասի համար, նույնիսկ եթե դա տարիներ տի։ Վճարել, Դավիթը ձեռքը տարավ մազերի միջով, անվերահսկելիության հազվագյուտ ժեստով։ Այդ ծաղկամանը պատկանել է իմ նախատատին։
Այն բերվել է Չեխիայից անցյալ դարասկզբին։ Դա նա վարանեց, մորս ամենասիրելի իրն էր։ Հաջորդած լռությունը խիտ էր, լի սպասումով։ Տատիկն արդեն պատրաստվում էր վերցնել իրենց սակավաթիվ իրերը դստեր հետ անմիջապես հեռանալ առանձնատնից, երբ Սոֆյան դեռ հեկեկալով զգուշորեն կրացավ սկսեց հավաքել բեկորները։ Սոֆյա, ոչ։ Կկտրվես, զգուշացրեց մայրը, քաշելով նրան։ Բայց ես պետք է սարքեմ, պնդեց աղջիկը, արցունքները դեռ հոսում էին։ Տատիկս ասում է, որ երբ ինչ-որ բան ենք կոտրում, պետք է գոնե փորձենք սարքել։ Երկուսի զարմանքի համար Դավիթը չբղավեց, չհրամայեց, որ հեռանան։ Նա երկար վայրկյաններ դիտեց երեխային, ապա մոտեցավ, ծնկի իջնելով նրա կողքին։ Որոշ իրեր, երբ կոտրվում են, չեն կարող վերականգնվել իրենց սկզբնական տեսքով, ասաց նա ձայնի աննախադեպ մեղմությամբ։ Բայց դա չի նշանակում, որ կտորները չեն կարող վերածվել ինչ-որ նոր բանի։ Սոֆյան արցունքների միջից նայեց նրան, աչքերում հույսի մի թել։ Ինչպիսի բանի։ Հաջորդ ժամվա ընթացքում արտասովոր բան տեղի ունեցավ։ Դավիթը, տատիկը Սոֆյան միասին աշխատեցին, զգուշորեն հավաքելով բյուրեղի յուրաքանչյուր բեկոր։ Որպես հիմք օգտագործելով արծաթե սկուտեղը, նրանք բեկորները դասավորեցին շրջանած նախշով, որը վերից նայելիս փայլուն խճանկարի տեսք ուներ, լույսը բռնելով բեկելով այլ կերպ, բայց նույնքան գեղեցիկ։ Տես, ասաց Սոֆյան, երբ ավարտեցին, նրա աչքերը դեռ կարմիր էին, բայց այժմ փայլում էին հուզմունքից։ Այն այլս ծաղկաման չէ, բայց դեռ գեղեցիկ է։ Դա նման է ծաղկամանի, որը նորից ոտքի է կանգնել, ուղղակի այլ կերպ։ Դավիթը դիտեց ինքնաշեն ստեղծագործությունը, կրծքում տարօրինակ բան զգալով մի զգացմունք, որը չէր կարողանում անվանել, ցավի թեթացման խառնուրդ, կարծես իր ներսում վաղուց կոտրված ինչ-որ բան նույնպես դանդաղորեն նոր ձեր գտնում։ Այո, վերջապես պատասխանեց նա։ Ճիշտ այդպես է։ Այդ գիշեր, երբ Սոֆյան քնեց հյուրասենյակում, տատիկը Դավիթին գտավ պատշգամբում, լուսնի տակ ծովին նայելիս։ Պարոն Մանուկյան, խոսքեր չունեմ ձեր հասկացողության համար։ Շնորհակալություն հայտնելու։ Մարդկանց մեծամասնությունը մեզ անմիջապես դուրս կաներ։ Նա մի քանի պահ լուռ մնաց, նախքան պատասխանելը։ Ձեր դուստրն այսօր ինձ ինչ-որ բան սովորեցրեց։ Ինչ-որ բան կոտրվելու վերակառուցելու մասին։ Նա շրջվեց դեպի նա։ Ինչպես է նա կարողանում։ Այս ազնվությունը։ Այս ունակությունը, իրերը այդքան պարզ տեսնելու։ Տատիկը ժպտաց, նայելով այն սենյակի ուղղությամբ, որտեղ դուստրը քնած էր։ Երեխաները դեռ չեն սովորել բարդացնել այն, ինչը պարզ է։ Նրանք պարիսպներ չեն կառուցել այն բանի մեջ, ինչ զգում են, այն բանի, ինչ արտահայտում են։ Նա դադար տվեց, նախքան ավելացնելը։ Որակներ, որոնք որոշ մեծահասակներ պետք է նորից սովորեն։ Ես չափազանց ծեր եմ նորից սովորելու համար, մեկնաբանեց նա, ձայնի մեջ գրեթե աննկատ հումորի նոտայով։ Երբեք ուշ չէ հալվելու համար, պարոն Մանուկյան, պատասխանեց տատիկը ջերմ ժպիտով։ Նույնիսկ ամենախիտ սառույցը հալվում է, երբ բավականաչափ երկար ժամանակ ենթարկվում է ջերմության։ Առաջին անգամ, երբ տատիկը եկել էր առանձնատուն, Դավիթն իսկապես նայեց նրան, ոչ թե որպես աշխատողի, ոչ թե որպես իր կանոնակարգված աշխարհի ներխուժողի, այլ որպես մարդու, ով ինչ-որ անբացատրելի կերպով կարողանում էր տեսնել այն պաշտպանիչ շերտերի միջով, որոնք նա կառուցել էր տարիների ընթացքում։ Բարի գիշեր, տատիկ, պարզ ասաց նա, առաջին անգամ օգտագործելով նրա անունը։ Բարի գիշեր, պարոն Մանուկյան, պատասխանեց նա, հեռանալով մեղմ ժպիտով։ Այդ գիշերը կդառնար լուռ, բայց խորը փոխակերպման սկիզբը այն մարդու կյանքում, ում երանը ճանաչում էր միայն որպես սառցե մագնատ։ Եվ ամեն ինչ սկսվել էր մի կոտրված ծաղկամանից, մի փոքրիկ ներխուժողից, ով առանց իմանալու ճաքեր էր գտել մի ամրոցում, որը բոլորը համարում էին անառիկ։ Ծաղկամանի միջադեպին հաջորդած շաբաթները նուրբ, բայց նկատելի փոփոխություններ բերեցին քամիների առանձնատան առօրյայում։ Բյուրեղապակյա ինքնաշեն խճանկարը գլխավոր հյուրասենյակում պատվավոր տեղ գրավեց, ցուցադրվելով սուրճի սեղանի վրա որպես իսկական արվեստի գործ։ Դավիթը, ով նախկինում լիովին անտեսում էր տան ձավորումը, սկսեց հաճախակի դիտել այն, կարծես այդ վերադասավորված բեկորները պատմում էին մի պատմություն, որը միայն ինքը կարող էր հասկանալ։ Սոֆյան սկսեց կանոնավոր կերպով այցելել առանձնատուն հանգստյան օրերին։ Սկզբում տատիկը փորձում էր դստերը հեռու պահել տիրոջից, վախենալով նրան անհանգստացնելուց, բայց ի զարմանս իրեն, հենց Դավիթն էր երբեմն հարցնում աղջկա մասին։ Սոֆյան այսօր չի
Գալու, հարցրեց նա մի շաբաթ առավոտ, մինչ տատիկը կազմում էր իր շաբաթվա օրակարգը։ Նա թեթ մրսածություն ունի։ Մտածեցի, ավելի լավ է մորս հետ թողնեմ։ Հիասթափության նման մի բան անցավ Դավիթի դեմքով, այնքան արագ, որ տատիկը գրեթե կասկածեց իր տեսածին։ Հասկանում եմ։ Ասա նրան, որ նա վարանեց, կարծես ճիշտ բառերն էր փնտրում, որ հուսով եմ շուտով կլավանա։ Այսպիսի փոքրիկ ժեստերը բացահայտում էին գործարարի վարքի լուռ փոխակերպումը։ Թե նա պահպանում էր պաշտոնական կեցվածքը աշխատանքին մոլուցքային նվիրվածությունը, սկսեց ցուցաբերել մարդկայնության նշաններ, որոնք կարծես տարիներ շարունակ քնած էին եղել։ Մի անձրոտ երեքշաբթի Դավիթը Երանում կայացած հանդիպումից ավելի շուտ վերադարձավ, թրջված արադարձային փոթորկից, որը պատուհասել էր ափամերձ շրջանները։ Տուն մտնելով նա տատիկին գտավ գրադարանում գիրք կարդալիս, մինչ սպասում էր նրան սպասարկելու։ Հովհաննես Թումանյա՞ն, հարցրեց նա, նկատելով նրա ձեռքի գրքի կազմը։ Վերընթերցում եմ Սոֆիային դպրոցական առաջադրանքի հարցում օգնելու համար, բացատրեց նա, արագ ոտքի կանգնելով։ Ներողություն, ձեզ այսքան շուտ չէի սպասում։ Տաք թեյի կպատրաստեմ։ Անհրաժեշտ չէ, պատասխանեց նա, հանելով թաց բաճկոնը։ Ինչ կարծիքի եք նրա հերոսների մասին։ Անսպասելի հարցը տատիկին զարմացրեց։ Սա առաջին անգամն էր, որ Դավիթը խոսակցություն էր սկսում, որը խիստ կապված չէր աշխատանքի կամ տան հետ։ Ես հավատում եմ նրանց մտադրությունների մաքրությանը, պատասխանեց նա ժպիտով։ Հաճախ հանգամանքներն ու հասարակական ճնշումներն են, որ ողբերգության են հանգեցնում։ Դավիթը մի պահ մտածեց, նստելով նրա դիմացի բազկաթոռին։ Հետաքրքիր է։ Մարդկանց մեծամասնությունը դատապարտում է, հիմնվելով միայն իրադարձությունների մակերեսային ընկալման վրա։ Կարծես մեկ տեսակետը միակ հնարավոր ճշմարտությունը լինի։ Դատելն ավելի հեշտ է, քան հասկանալը, նկատեց տատիկը։ Մարդիկ հակված են կառուցելու պատմություններ, որոնք հաստատում են իրենց սեփական համոզմունքներն ու վախերը։ Ինչպես ես, ասաց Դավիթը, այնքան ցածր, որ տատիկը հազիվ լսեց։ Հաջորդած լռությունն այլ կշիռ ուներ։ Դա այն սառը հեռու լռությունը չէր, որը սովորաբար լցնում էր նրանց միշտ տարածությունները, այլ ավելի խորհրդածական, գրեթե մտերմիկ մի բան։ Կարող եմ անձնական բան հարցնել, պարոն Մանուկյան, ռիսկի դիմեց տատիկը։ Կարող եք հարցնել։ Չեմ երաշխավորում, որ կպատասխեմ։ Ինչու եք ընտրել այսպես ապրել։ Այսքան մեկուսացված։ Դավիթը նայեց պատուհանից դուրս, դիտելով անձրը, որը խփում էր այգու արմավենիներին։ Դա ճիշտ ընտրություն չէր, պատասխանեց նա երկար դադարից հետո։ Դա աստիճանաբար տեղի ունեցավ։ Ինչպես անձրը, որը դանդաղ մաշում է ժայռը։ Մեկը մյուսի հետից հիասթափություն, մեկը մյուսի հետից դավաճանություն։ Նա ձեռքով անորոշ շարժում արեց։ Մի օր արթնանում ես հասկանում, որ այնքան բարձր պարիսպներ ես կառուցել, որ նույնիսկ դու չգիտես, թե ինչպես անցնել դրանց վրայով։ Դա ամենաանձնական խոստովանությունն էր, որը նա երբեք արել էր, տատիկի արտահայտության մեջ ինչ-որ բան, ձերս դատողությունից լի հասկացողությամբ ստիպեց նրան շարունակել։ Իմ նախկին կինն ամուսնացավ ինձ հետ նրա համար, ինչ ես ներկայացնում էի, ոչ թե նրա, ինչ ես էի։ Երբ նա հասկացավ, որ իմ աշխատանքը միշտ առաջին տեղում կլինի, նա մխիթարություն փնտրեց այլ ընկերակցություններում։ Իմ գործընկերը, ում նա ընկեր էի համարում, փորձեց ինձ հեռացնել իմ կառուցած ընկերությունից։ Նույնիսկ իմ ընտանիքը։ Նա կտրուկ ընդհատեց, կարծես չափն անցել էր։ Ոտքի կանգնեց, վերականգնելով սովորական կեցվածքը։ Ես շատ եմ խոսում։ Հավանաբար հոգնածությունից է։ Կամ գուցե դա պարզապես սառույցի հալման սկիզբն է, մեղմորեն առաջարկեց տատիկը։ Դավիթը երկար նայեց նրան, նախքան գրադարանից դուրս գալը, օդում թողնելով մի չպատասխանված հարց։ Ինչ կպատահի, երբ ամբողջ սառույցը հալվի։ Հաջորդ հանգստյան օրը Սոֆիան վերադարձավ առանձնատուն, իր հետ բերելով աղմուկ կյանք, որոնք այնքան հակադրվում էին միջավայրին։ Այս անգամ, սակայն, Դավիթն ավելի ընկալունակ էր նրա ներկայության նկատմամբ։ Երբ աղջիկը նրան գտավ պատշգամբում, իր պլանշետով աշխատելիս, առանց վարանելու մոտեցավ։ Դավիթ հորաքույր, դուք շախմատ խաղալ գիտեք։ Նա բարձրացրեց աչքերը, զարմացած իր անվան օգտագործումից, բայց չուղղեց նրան։ Այո, գիտեմ։ Կարող եք ինձ սովորեցնել։ Հաջորդ ամիս դպրոցում մրցաշար կա։ Դավիթը նայեց երեխայի հուսալի դեմքին, զգալով անսովոր մղում։
15 րոպեից հանդիպում ունեմ, բայց հետո նա վարանեց, այո, կարող ենք մի պարտիա խաղալ։ Սոֆյայի պայծառ ժպիտը արի ճառագայթի պես էր, որը ճեղքում էր խիտ ամպերը։ Ավելի ուշ այդ օրը, ի զարմանս Լիլիթի, ով փաստաթղթեր թողնելու էր եկել, Դավիթը նստած էր հյուրասենյակի գորգի վրա Սոֆյայի հետ, համբերատար բացատրելով խաղաքարերի շարժումները մի հին խաղատախտակի վրա, որը տարիներ շարունակ չէր օգտագործել։ Ձին լաց, նավակը ուղիղ գծով։ Թագուհին ամենաուժեղն է, կարող է գնալ ցանկացած ուղղությամբ, հրահանգում էր նա մի համբերությամբ, որին իր ընկերությունում ոչ ոք երբեք ականատես չէր եղել։ Իսկ թագավորը։ Ինչու է նա միայն մեկ քառակուսի շարժվում, եթե ամենակարևորն է, հարցրեց Սոֆյան, կենտրոնացումից հոնքերը կիտելով։ Որովհետև երբեմն, Սոֆյա, որքան շատ իշխանություն ունենք, այնքան ավելի սահմանափակ ենք դառնում, մտածկոտ պատասխանեց Դավիթը։ Թագավորն այնքան շատ բան ունի կորցնելու, որ պետք է զգուշությամբ շարժվի։ Ձեզպես, անմեղ հարցրեց աղջիկը։ Հարցը կախված մնաց օդում։ Դավիթը նայեց Սոֆյային, հետո տատիկին, ով տեսարանը դիտում էր դռան մոտից։ Գուցե, պարզ պատասխանեց նա։ Քո խաղալու հերթն է։ Այդ շախմատի պարտիան ծիսակարգի սկիզբ դրեց։ Ամեն շաբաթ Դավիթը 1 ժամ էր հատկացնում Սոֆյային նոր քայլեր ռազմավարություններ սովորեցնելու համար։ Աղջիկն իր հերթին վարակիչ էներգիա էր բերում այդ պահերին, տալով հարցեր, որոնք շատ ավելին էին, քան խաղը։ Այդ հարցերից մեկը, որը տրվեց հատկապես լարված պարտիայի ժամանակ, Դավիթին անմիջապես պատասխան չթողեց։ Ինչու դուք երեխաներ չունեք, Դավիթ հորաքույր։ Տատիկը, ով այդ պահին անցնում էր սենյակով, արագ միջամտեց։ Սոֆյա։ Դա շատ անձնական հարց է։ Ոչինչ, ասաց Դավիթը, զարմացնելով երկուսին էլ։ Նա մի քանի պահ նայեց խաղատախտակին, նախքան պատասխանելը։ Կարծում եմ, երբեք ճիշտ պահը չեմ գտել։ Կամ գուցե, երբեք ճիշտ մարդուն չեմ գտել։ Բայց դուք սիրում եք երեխաների, պնդեց Սոֆյան։ Ես սիրում եմ որոշ երեխաների, պատասխանեց նա հազվագյուտ ժպիտով, իր թագուհին շարժելով աղջկա փիղը վերցնելու համար։ Շախ։ Սոֆյան ծիծաղեց, հիացած ինչպես խաղի քայլից, այնպես էլ պատասխանից։ Այդ բյուրեղյա ծիծաղը արձագանքեց տանը, լցնելով տարածքներ, որոնք վաղուց դատարկ էին մնացել։ Սոֆյայի ավելի ու ավելի հաճախակի ներկայությունը այլ փոփոխություններ բերեց։ Մանկական գրքեր սկսեցին հայտնվել դարակներում։ Այգում մի տարածք հատկացվեց փոքրիկ բանջարանոցի համար, որտեղ աղջիկը արածաղիկներ տնկեց։ Դաշնամուրը, որը նախկինում ծածկված լուռ էր, նորից սկսեց նվագվել, սկզբում տատիկի կողմից, ով պարզվեց, որ երիտասարդության տարիներին երաժշտություն է ուսումնասիրել, հետո Սոֆյայի կողմից իր սկզբնական դասերի ժամանակ, երբեմն բոլորի զարմանքի համար, հենց Դավիթի կողմից, ով վերագտել էր որոշ դասական մեղեդիներ նվագելու մոռացված հաճույքը։ Մի հատկապես նշանակալի կեսօրին Դավիթը Երանի իր գրասենյակում տեղի ունեցած սթրեսային հանդիպումից վերադարձավ տատիկին ու Սոֆյային գտավ խոհանոցում, տնական հաց պատրաստելիս։ Խմորիչի ցորենի տակ, մխիթարող բույրը լցնում էր ամբողջ տունը։ Պարոն Մանուկյան, դուք ճիշտ ժամանակին եկաք, բացականչեց տատիկը, տեսնելով նրան։ Մենք պատրաստվում ենք հացը դնել ջեռոցը։ Սոֆյան պնդեց, որ հատուկ ձեզ համար մեկը պատրաստենք։ Դարչինով մի քիչ շոկոլադով, հպարտորեն բացատրեց աղջիկը, ձեռքերն ու դեմքը մասամբ ալյուրով պատված։ Տատիկս ասում է, որ չկա մի տխրություն, որին տակ հացը չդիմանա։ Տեսարանում ինչ-որ բան, մայր ու աղջիկ միասին աշխատում են, ջեռոցի ջերմությունը, ծանոթ բույրը, որը արթնացնում էր վաղուց մոռացված հիշողություններ, անսպասելի ռեակցիա առաջացրեց Դավիթի մոտ։ Առանց խոսք ասելու, նա մոտեցավ, վերցրեց մի կտոր խմոր, որը Սոֆյան առաջարկում էր նրան փորձելու։ Համեղ է, ասաց նա, ուրախացնելով աղջկան։ Ուզում եք օգնել հացը ձավորել, հրավիրեց Սոֆյան։ Ի զարմանս տատիկի, Դավիթը հանեց բաճկոնը, թքերը ծալեց իր անթերի վերնաշապիկի լվաց ձեռքերը խոհանոցի լվացարանում։ Ցույց տուր, թե ինչպես։ Հաջորդ ժամվա ընթացքում տեխնոլոգիական կայսրություն ղեկավարող հզոր գործարարը սովորեց ձավորել պարզ տնական հաց, թույլ տալով, որ Սոֆյան իր ձեռքերն ուղղորդի փոքրիկ վարպետի վստահությամբ։ Երբ վերջապես հացը դուրս եկավ ջեռոցից, ոսկեգույն բուրավետ, երեքով նստեցին խոհանոցի սեղանի շուրջ, ոչ թե պաշտոնական ճաշասենյակում, այլ այնտեղ, որպեսզի վայելեն այն կարագով, որը հալվում էր խրթխրթան կեղի վրա։ Սա, հանդիսավոր հայտարարեց Սոֆյան, աշխարհի ամենահամեղ հացն է, որովհետև մենք միասին ենք պատրաստել։
Դավիթը դիտեց աղջկան, հետո նայեց տատիկին, ով ժպտում էր հպարտության ինչ-որ այլ բանի խառնուրդով, մի բան, որը նա չէր կարողանում սահմանել, բայց որը ստիպում էր իր սրտին այլ ռիթմով բաբախել։ Շնորհակալություն, պարզ ասաց նա, երկուսն էլ գիտեին, որ նա շնորհակալ էր շատ ավելիի համար, քան պարզապես հացը։ Այդ գիշեր, երբ Սոֆյան քնեց, Դավիթը տատիկին գտավ պատշգամբում, լուսնի տակ ծովին նայելիս։ Նա լուռ միացավ նրան, պահպանելով հարգալից հեռավորություն։ Ձեր դուստրն արտասովոր է, մեկնաբանեց նա մի քանի րոպե անց։ Նա ունի ձեր նույն ունակությունը, տեսնելու արտաքինից այն կողմ։ Երեխաները սրտով են տեսնում, պարոն Մանուկյան, պատասխանեց տատիկը։ Նրանք դեռ չեն սովորել կասկածել, պաշտպանվել, թաքցնել, թե ովքեր են իրականում։ Իսկ դուք ինչպես եք կարողանում, հարցրեց նա, շրջվելով դեպի նա։ Ինչպես եք պահպանում այդ բացությունը, այդ վստահելու ունակությունը, նույնիսկ այն ամենից հետո, ինչի միջով պետք է անցած լինեք որպես միայնակ մայր։ Տատիկը մտածեց, նախքան պատասխանելը։ Կարծում եմ, դա ամենօրյա ընտրություն է։ Մենք կարող ենք ընտրել ապրել վախով, նորից վիրավորվելուց, կամ կարող ենք ընտրել բաց մնալ այն հնարավորություններին, որոնք բերում է յուրաքանչյուր օրը։ Նա մեղմ ժպտաց։ Դա չի նշանակում, որ ես չեմ վիրավորվել, կամ որ չեմ ունեցել պահեր, երբ ցանկացել եմ պարիսպներ կառուցել։ Դա պարզապես նշանակում է, որ ես ընտրել եմ թույլ չտալ, որ վախը որոշի իմ կյանքի մնացած մասը։ Նրա խոսքերը դիպան Դավիթի մեջ խորը մի բանի, մի ճշմարտության, որից նա տարիներ շարունակ խուսափում էր։ Մի կարճ պահ սառնության հեռավորության դիմակը լիովին ընկավ, բացահայտելով պարզապես մի մարդու, ոչ թե մագնատի, ոչ թե հաջողակ գործարարի, այլ պարզապես մի մարդու, ով պայքարում էր սեփական ընտրությունների հետանքների դեմ։ Երբեմն ես մտածում եմ, սկսեց նա, այնքան ցածր տոնով, որ տատիկը ստիպված էր մոտենալ լսելու համար, թե արդյոք դեռ գիտեմ, թե ինչպես ապրել այլ կերպ։ Նա ժպտաց, նրա աչքերն արտացոլում էին լուսնի լույսը։ Դուք նորից եք սովորում, օրեցօր։ Եվ ձեզ մոտ շատ լավ է ստացվում։ Իմպուլսիվորեն Դավիթը մեկնեց ձեռքը դիպավ տատիկի մատներին, մի հպում, որը զեփյուրի պես թեթ էր, բայց լի իմաստով։ Նա այլս ոչինչ չասաց, ոչ էլ անհրաժեշտ էր։ Այդ պարզ ժեստը հաղորդում էր այն ամենը, ինչ բառերը չէին կարող արտահայտել։ Հունիսի առաջխաղացման հետ, իր հետ բերելով վարդավառի տոները, որոնք այդքան ավանդական են Հայաստանում, քամիների առանձնատան փոխակերպումը դառնում էր ավելի ու ավելի ակնհայտ։ Արն ազատորեն։ Ներս էր թափանցում այժմ մշտապես բաց պատուհաններից։ Հայկական երաժշտությունը մեղմորեն հնչում էր ձայնային համակարգով։ Հայկական խմորեղենի բույրը փոխարինում էր ներմուծված օդը թարմացնող միջոցների արհեստական հոտին։ Եվ այս փոխակերպման կենտրոնում մի մարդ էր, ով դանդաղորեն վերագտնում էր վաղուց մոռացված բառերի իմաստը, տուն, ընտանիք, մարդկային ջերմություն։ Սառույցի հալումը սկսվել էր, անդառնալիորեն։ Հարցը, որը կախված էր օդում, չծակերպված, բայց առկա տատիկի Դավիթի յուրաքանչյուր փոխանակված հայացքում, այն էր, թե ինչ կհայտնվի, երբ սառույցի վերջին բեկորը վերջնականապես հալվի։ Լուրը, որը պետք է խախտեր քամիների առանձնատան նոր հաստատված հանգստությունը, հասավ հուլիսյան մի արոտ չորեքշաբթի։ Դավիթն իր աշխատասենյակում էր, տատիկի հետ քննարկելով Սոֆյայի ծննդյան տարեդարձը նշելու համար նախատեսված ընթրիքի մանրամասները, երբ Լիլիթը շտապ ներս մտավ, ձեռքին բամբասանքների ամսագիր։ Պարոն Մանուկյան, կարծում եմ, դուք պետք է անմիջապես սա տեսնեք, ասաց քարտուղարուհին, դողացող ձեռքերով մեկնելով հրատարակությունը։ Շապիկին մի լուսանկար էր, որտեղ պատկերված էին Դավիթը, տատիկը Սոֆյան Երանի բուսաբանական այգում, որտեղ նրանք գնացել էին նախորդ կիրակի, զբոսնելու բնությունը վայելելու։ Սենսացիոն վերնագիրը հայտարարում էր. Սառցե մագնատի գաղտնի կյանքը, թաքնված ընտանիք։ Տատիկի դեմքը տեսանելիորեն գունատվեց։ Դավիթն իր հերթին պահպանեց անխռով արտահայտությունը, թերթելով ամսագիրը մինչ ամբողջական հոդվածը գտնելը։ Ներքին էջերը լի էին լուսանկարներով։ Երեքով պաղպաղակ ուտելիս, Սոֆյան Դավիթի ուսերին, տատիկը ծիծաղում էր նրա ասած ինչ-որ բանից։ Պարզ երջանկության անձնական պահեր, որոնք վերածվել էին հանրային սկանդալի։ Ինչպես են ստացել այս լուսանկարները, հարցրեց Դավիթը, ձայնը վտանգավոր հանգիստ։ Կարծես թե մի ֆրիլանս լուսանկարիչ է ձեզ ճանաչել, նյարդայնացած բացատրեց Լիլիթը։ Հոդվածը ենթադրում է, որ տիկին Սարգսյանն ու դուստրը մի ընտանիք են, որը դուք գաղտնի եք պահում։ Ակնարկում են, որ Սոֆյան կլիներ։ Հասկացա, չոր ընդհատեց Դավիթը։ Խնդրում եմ, մեզ մենակ թող։
Հենց որ Լիլիթը դուրս եկավ, տատիկը ձեռքերով ծածկեց դեմքը։ Ներողություն, պարոն Մանուկյան։ Սա սարսափելի է։ Երբեք չէի պատկերացնի, որ մեր այգի գնալը կարող է այսպիսի խնդիր առաջացնել։ Մի մեղադրիր քեզ, պատասխանեց նա, զարմացնելով նրան։ Այս ամսագրերը ոչնչից սկանդալներ են ստեղծում։ Մի քանի օրից նրանք այլ զոհ կգտնեն։ Այնուամենայնիվ, սա կարող է վնասել ձեր հեղինակությանը։ Դուք հարգված հանրային դեմք եք։ Իմ հեղինակությունը կդիմանա, ընդհատեց նա մի հանգստությամբ, որը հակասում էր մի քանի ամիս առաջվա Դավիթին, ով կպայթեր նման իրավիճակում։ Նախքան նրանք կհասցնեին ավելին քննարկել, հեռախոսը զանգեց։ Դա Կարեն Բաղդասարյանն էր, Դավիթի ընկերության վարչական խորհրդի նախագահը։ Դավիթ, ես այստեղ մի ամսագիր եմ տեսնում, քո դեմքով շապիկին, առանց նախաբանի ասաց Կարենը։ Խորհուրդը անհանգստացած է դրա հետանքներով ընկերության իմիջի համար։ Ինչ հետանքներ, Կարեն։ Որ ես անձնական կյանք ունեմ։ Որ ես ռոբոտ չեմ։ Դու լավ գիտես, թե ինչի մասին եմ խոսում։ Մեր գործընկերները Դուբայում չափազանց պահպանողական են։ Եվ որոշ բաժնետերեր արդեն անհանգստություն են հայտնել այն լուրերի կապակցությամբ, որ դու կապ ունես տնային աշխատողի հետ։ Սովորական սառնությունը վերադարձավ Դավիթի ձայնին։ Իմ անձնական կյանքը խորհրդի քվեարկությանը ենթակա չէ, Կարեն։ Եվ առաջարկում եմ, որ շատ լավ մտածես, նախքան տիկին Սարգսյանի մասին որևէ ակնարկ անելը։ Դավիթ, խելամիտ եղիր։ Ոչ ոք քո ընտրությունները չի կասկածի տակ դնում, միայն թե ինչպես դա կարող է ընկալվել։ Գուցե ավելի լավ կլիներ աղջկան մի որոշ ժամանակով հեռացնել, մինչը։ Այս խոսակցությունն ավարտված է, կտրեց Դավիթը, անջատելով հեռախոսը։ Նա շրջվեց, տեսավ տատիկին, որը կանգնած էր դռան մոտ, դեմքը գունատ։ Նա բավականաչափ լսել էր։ Ես իմ իրերը կհավաքեմ, ասաց նա դողացող ձայնով։ Սոֆյան, ես կարող ենք հենց այսօր գնալ։ Ոչ, Դավիթի պատասխանն անմիջական հաստատակամ էր։ Դու սրա պատճառով ոչ մի տեղ չես գնա։ Բայց ձեր ընկերությունը, ձեր հեղինակությունը։ Ես այդ ընկերությունը զրոյից եմ կառուցել, տատիկ։ Ես դիմացել եմ տնտեսական ճգնաժամերի, թշնամական ձեռքբերման փորձերի գործընկերների դավաճանությունների։ Մի քանի բամբասողներ չեն, որ ինձ կասեն, թե ինչպես ապրեմ իմ կյանքը։ Նրա ձայնում մի լարվածություն կար, որը տատիկը երբեք չէր լսել։ Դավիթը մոտեցավ, կրճատելով նրանց միջ հեռավորությունը։ Վերջին ամիսներին դու Սոֆյան բերեցիք մի բան, որը ես մոռացել էի, որ գոյություն ունի։ Ես դրանից չեմ հրաժարվի ուրիշների կարծիքի պատճառով։ Հայտարարությունը կախված մնաց օդում, լի չարտահայտված իմաստներով։ Նախքան տատիկը կհասցներ պատասխանել, հեռախոսը նորից զանգեց։ Այս անգամ Սոֆյայի ուսուցչուհի Կարինեն էր, տեղեկացնելով, որ որոշ ծնողներ տեսել են ամսագիրը, անտակտ հարցեր են տալիս դպրոցի դարպասի մոտ։ Աղջիկը տխուր էր, շփոթված։ Ես անմիջապես կգնամ նրա հետից, որոշեց տատիկը։ Միասին կգնանք, ուղղեց Դավիթը, վերցնելով մեքենայի բանալիները։ Դպրոցի տեսարանը անհարմար էր։ Ծնողները շշնջում էին, դիտելով շքեղ մեքենայի ժամանումը։ Սոֆյան վազեց մոր գիրկը, աչքերը լացից կարմրած։ Մայրիկ, երեխաներն ու Դավիթ հորաքրոջ մասին տարօրինակ բաներ են ասում, հեկեկաց նա։ Ժաննան ասաց, որ մենք հայտնիների ամսագրում ենք, իսկ Պետրոսի հայրիկը ինչ-որ բան ասաց շահերի խաղի մասինը։ Դավիթը, ով սովորաբար խուսափում էր ցանկացած տեսակի հանրային դրսևորումներից, բոլորին զարմացրեց, ծնկի իջնելով Սոֆյայի հասակին։ Որոշ մարդիկ սիրում են խոսել այն մասին, ինչը չգիտեն, Սոֆյա։ Նրանց ականջ մի դիր։ Կարևորն այն է, ինչ մենք գիտենք, որ ճիշտ է։ Աղջիկը նայեց նրան արցունքոտ աչքերով։ Իսկ ի՞նչն է ճիշտ, Դավիթ հորաքույր։ Նա վարանեց ընդամենը մի պահ, նախքան պատասխանելը։ Ճշմարտությունն այն է, որ դու քո մայրը հիմա իմ կյանքի ամենակարևոր մարդիկ եք։ Հայտարարությունը, որն արվեց պարզությամբ, բայց բացարձակ համոզմունքով, Սոֆյային, տատիկին մի պահ անխոս թողեց։ Այնտեղ տարրական դպրոցի բակում, օտարների հետաքրքրասեր հայացքների ներքո, սառցե մագնատը վերջապես բացահայտեց, թե որքան էր փոխվել։ Հաջորդ օրերին իրավիճակը միայն սրվեց։ Այլ ամսագրեր շահարկումներով հոդվածներ հրապարակեցին առանձնատան եռանկյունու մասին։ Լրագրողները ճամբար դրեցին կալվածքի մոտակայքում։
Թեման դարձավ հեռուստատեսային բամբասանքների ծրագրերում քննարկման առարկա, որտեղ փորձագետները վերլուծում էին լուսանկարները անհեթեթ տեսություններ հյուսում։ Ընկերությունում լարվածությունը շոշափելի էր։ Աշխատակիցները Դավիթին այլ կերպ էին նայում, ոմանք հետաքրքրությամբ, ոմանք քողարկված դատապարտմամբ։ Բաժնետերերի կարճ ժողովի ժամանակ մի ավելի համարձակ ներդրող նույնիսկ ուղղակիորեն հարցրեց ձեր անձնական կյանքին վերաբերող լուրերի կորպորատիվ կառավարման վրա հնարավոր ազդեցությունների մասին։ Դավիթի պատասխանը բոլորին զարմացրեց։ Պարոն Նայք, վերջին 15 տարիներին ես իմ գոյության յուրաքանչյուր րոպեն նվիրել եմ այս ընկերությանը։ Ես զոհաբերել եմ հարաբերություններ, առողջություն, անձնական երջանկություն, հանուն մեր արդյունքների։ Այս եռամսյակի թվերը, որոնք մենք հենց նոր ներկայացրինք, ցույց են տալիս 27% աճ, լավագույն ցուցանիշը Լատինական Ամերիկայի ոլորտի բոլոր ընկերությունների շրջանում։ Նա միտումնավոր դադար տվեց։ Եթե ներկաներից որևէ մեկը կարծում է, որ իմ ղեկավարման կարողությունը վտանգվել է, քանի որ ես վերջապես գտել եմ մարդկանց, ովքեր իմաստ են հաղորդում իմ կյանքին այս գրասենյակից դուրս, ես նրան հրավիրում եմ վաճառել իր բաժնետոմսերը։ Մենք հաճույքով դրանք կգնենք շուկայական արժեքով։ Նրա խոսքերին հաջորդեց ապշահար լռություն։ Ոչ ոք այլս չհամարձակվեց հարցեր տալ այդ թեմայով։ Չնայած թվացյալ հաղթանակին, Դավիթը գիտեր, որ այդ հանրային բացահայտման ազդեցությունը ծանր էր նստել տատիկի Սոֆիայի վրա։ Աղջիկն այլս չէր ուզում դպրոց գնալ, հոգնած շշուկներից անտակտ հարցերից։ Տատիկը, թե փորձում էր ուժեղ կեցվածք պահպանել, ավելի ու ավելի լարված անհանգիստ էր դառնում։ Իրավիճակը հասավ իր գագաթնակետին, երբ տատիկն իր փոստարկղում գտավ անանուն ծրար, նամակով, որը պարունակում էր քողարկված սպառնալիքներ ակնարկներ իր բնավորության մասին։ Տեքստը ենթադրում էր, որ նա շահամոլ է, ով կախարդել է Դավիթին, նրա հարստությանը տիրանալու նպատակով։ Այդ գիշեր, երբ Սոֆիան քնեց, տատիկը Դավիթին փնտրեց իր աշխատասենյակում։ Նրա որոշումը կայացված էր։ Ես պետք է գնամ, հայտարարեց նա, ձայնը հաստատուն, չնայած աչքերի ակնհայտ ցավին։ Այս իրավիճակը անտանելի է դառնում Սոֆիայի համար։ Եվ նա ձեզ համար, թե չեք խոստովանում։ Դա հենց այն է, ինչ նրանք ուզում են, պատասխանեց Դավիթը, ձայնում զսպված զայրույթ։ Քեզ Սոֆիային իմ կյանքից հեռացնել։ Գուցե այդպես ավելի լավ է։ Դուք կարևոր բան եք կառուցել, պատասխանատվություն ունեք ձեր աշխատակիցների, ներդրողների առջև։ Իսկ ինչ ունեմ քեզ Սոֆիայի հետ, ընդհատեց նա մոտենալով։ Դա ոչինչ չի նշանակում։ Տատիկը հայացքը փախցրեց, անկարող դիմակայելու նրա աչքերի լարվածությանը։ Ամեն ինչ նշանակում է։ Հենց դրա համար էլ պետք է պաշտպանեմ իմ դստերը ձեզ։ Դադարիր ինձ պարոն անվանել, մեղմ ասաց նա, նրա ձեռքերը վերցնելով իր ձեռքերի մեջ։ Իմ անունը Դավիթ է։ Եվ դու գիտես, նույնքան լավ, որքան ես, թե ինչ է տեղի ունեցել այս ամիսներին։ Տատիկը վերջապես քաջություն գտավ նայելու նրան։ Տեղի ունեցավ այն, որ ես սիրահարվեցի քեզ, խոստովանեց նա դողացող ձայնով։ Նույնիսկ իմանալով, որ դա խելագարություն է, նույնիսկ ամեն օր փորձելով պայքարել դրա դեմ։ Բայց ես չեմ կարող իմ զգացմունքները վեր դասել իմ դստեր բարեկեցությունից։ Իսկ եթե ասեմ, որ լուծում ունեմ, հարցրեց Դավիթը, նրա դեմքն այժմ ավելի մոտ էր։ Նախքան նա կհասցներ բացատրել, նրանց ընդհատեց մի ձայն, որը ամիսներ շարունակ չէին լսել, գլխավոր դռան զանգը։ Ստեփանը, այգեպանը, որը նա գիշերային պահակ էր, եկավ տեղեկացնելու, որ մի մարդ պնդում է խոսել տատիկի հետ, պնդելով, որ դա ընտանեկան հարց է։ Երբ տատիկը իջավ դարպասի մոտ, գտավ Գորգին, իր նախկին ամուսնուն, տեսանելիորեն ոչ սթափ վիճակում ձեռքին տխրահռչակ ամսագրի օրինակը։ Ուրեմն սա ես անում։ Հարուստի համար զվարճանք ես, մինչդեռ մեր դուստրը ենթարկվում է այսպիսի սկանդալի, բղավեց նա, հենց որ տեսավ նրան։ Մեր դուստրը։ Զվարճալի է, որ դու դա հիմա ես հիշում, 3 տարի ալիմենտ չվճարելուց կամ նույնիսկ նրա ծննդյան օրը չզանգելուց հետո, հակադարձեց տատիկը, մնալով դարպասի ներսի կողմում։ Իրավիճակը փոխվել է։ Ես լավ պայմանագիր ունեմ, որպես Փյունիկ երիտասարդական թիմի մարզիչ։ Ես հիմա կարող եմ Սոֆիային արժանապատիվ կյանք տալ։ Նա մատնացույց արեց ամսագիրը։ Ավելի լավ, քան այս երկիմաստ իրավիճակում ապրելը, երբ բոլորը քննարկում են։ Դու հարբած ես, Գորգ։ Գնա տուն փնտրիր ինձ, երբ սթափ լինես։
Ես այստեղից չեմ գնա առանց իմ դստեր հետ խոսելու, պնդեց նա, բարձրացնելով ձայնը, փորձելով ուժով բացել դարպասը։ Նախքան իրավիճակը կսրվեր, Դավիթը հայտնվեց տատիկի կողքին։ Խնդիր կա, հարցրեց նա սառցե հանգստությամբ։ Գորգը մի քայլ հետ գնաց, զարմացած գործարարի ներկայությունից։ Ուրեմն դու ես հայտնի Դավիթ Մանուկյանը։ Մարդը, ով գնել է իմ ընտանիքը։ Ոչ ոք ոչինչ չի գնել, Գորգ, միջամտեց տատիկը, ձայնը լարված։ Եվ Սոֆյան քնած է։ Ես նրան չեմ արթնացնի այս կրկեսի համար։ Սա այսպես չի մնա, սպառնաց նախկին ամուսինը։ Ես իմ իրավունքներն ունեմ որպես հայր։ Կարող եմ դատարան դիմել։ Ինչ հիմքով, հարցրեց Դավիթը, ձայնը վտանգավոր վերահսկվող։ Անչափահասին լքելու։ Հայրական անփութության։ Ալիմենտ չվճարելով։ Վստահ եմ, որ դատավորը հաճույքով կլսեր, թե ինչպիսի օրինակելի հայր եք եղել վերջին տարիներին։ Գորգը գունատվեց, հասկանալով ենթադրվող սպառնալիքը։ Դավիթը շարունակեց, յուրաքանչյուր բառը հաշվարկված, ինչպես բարձր ռիսկային բանակցություններում։ Եթե իսկապես անհանգստացած եք ձեր դստեր համար, առաջարկում եմ գնալ տուն, սթափվել վերանայել ձեր առաջնահերթությունները։ Երբ պատշաճ վիճակում լինեք, տատիկը անշուշտ թույլ կտա այցելել Սոֆյային համապատասխան միջավայրում։ Նախկին ֆուտբոլիստը վարանեց, բաժանված զայրույթի այն գիտակցության մեջ, որ անբարենպաստ վիճակում է։ Վերջապես, նա դառը հայացք նետեց երկուսին էլ։ Սա չի ավարտվել, մրմնջաց նա, նախքան հեռանալը։ Երբ նրանք վերադարձան տուն, տատիկը տեսանելիորեն ցնցված էր։ Նա երբեք չի մտահոգվել։ 3 տարի շարունակ Սոֆյան հարցնում էր, թե ինչու հայրը չի զանգում, չի այցելում։ Եվ հիմա, մի բամբասանքի ամսագրի պատճառով, նրա ձայնը կտրվեց։ Դավիթը նրան ուղեկցեց դեպի պատշգամբ, որտեղ ծովային զեփյուրը որոշակի մխիթարություն էր առաջարկում։ Մի քանի պահ նրանք պարզապես կողք կողքի կանգնած էին, դիտելով ալիքները, որոնք բախվում էին հեռավոր ափին։ Այս ամենը իմ մեղքն է, վերջապես ասաց նա։ Իմ դիրքը, իմ հանրային տեսանելիությունը։ Ես ձեզ Սոֆյային այս իրավիճակում դրեցի։ Ոչ, Դավիթ, պատասխանեց տատիկը, այժմ բնականորեն օգտագործելով նրա անունը։ Մենք երեքով ստեղծեցինք այս իրավիճակը միասին։ Յուրաքանչյուր փոքրիկ պահ, յուրաքանչյուր ընտրություն, որը մենք արել ենք վերջին ամիսներին։ Նա գլխով արեց, ընդունելով նրա խոսքերի ճշմարտությունը։ Ապա, կարծես վաղուց հետաձգված որոշում կայացնելով, շրջվեց, ուղիղ նայելու նրան։ Նախքան մեզ ընդհատելը, ես պատրաստվում էի ձեզ ինչ-որ բան ցույց տալ։ Եկեք ինձ հետ։ Նա նրան տարավ իր աշխատասենյակ, որտեղ բացեց մի դարակ, որը տատիկը երբեք բաց չէր տեսել։ Ներսից նա հանեց մի թղթապանակ, իր իրավաբանական գրասենյակի լոգոտիպով։ Վերջին օրերին, մինչ մենք դիմակայում էինք այս ամբողջ իրավիճակին, ես մի կարևոր բան հասկացա, ասաց նա, թղթապանակը բացելով սեղանի վրա։ Այս ամբողջ ժամանակ ես անհանգստանում էի, թե ինչ կմտածեն ուրիշները իմ հանրային իմիջի, բիզնեսի վրա ազդեցության մասին։ Բայց միակ բանը, որն իսկապես ինձ վախեցնում է հիմա, ձեզ Սոֆյային կորցնելու գաղափարն է։ Տատիկը նայեց փաստաթղթերին, սկզբում չհասկանալով։ Դրանք հիմնադրամի ստեղծման փաստաթղթեր էին։ Սա ինչ է, հարցրեց նա շփոթված։ Սոֆյա Տատիկ Սարգսյան հիմնադրամը, պատասխանեց նա, աչքերում այլ փայլ։ Նվիրված է Հայաստանում խոցելի վիճակում գտնվող միայնակ մայրերին աջակցելուն։ Բնակարան, մասնագիտական կրթություն, որակյալ մանկապարտեզներ, իրավաբանական խորհրդատվություն ալիմենտի խնամակալության հարցերով, նա դադար տվեց։ Այն ամենը, ինչ դու նշել էիր, որ կօգներ, երբ մենակ էիր մնացել Սոֆյայի հետ։ Տատիկը դողացող մատներով անցավ փաստաթղթերի վրայով, տեսնելով իր դստեր անունները ոչ միայն վերնագրում, այլ որպես տնօրենների խորհրդի անդամներ, ներդրումների նախագծերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքով։ Դավիթ, սա արտասովոր է, մրմնջաց նա հուզված։ Բայց ինչո՞ւ։ Որովհետև դու ինձ սովորեցրիր, որ կոտրվածը վերականգնելու բազմաթիվ ձեր կան, պատասխանեց նա, վերցնելով նրա ձեռքերը։ Այս հիմնադրամը միայն սկիզբն է։ Այս ամբողջ բացասական իրավիճակը դրական բանի վերածելու միջոց։ Եվ նա կարճ վարանեց, ասելու միջոց այն, ինչը գուցե չեմ կարողանում պատշաճ կերպով արտահայտել բառերով։ Տատիկը նայեց նրան, վերջապես հասկանալով այն ամենի ողջ չափը, ինչ տեղի էր ունենում։ Նրա առջ կանգնած մարդն այլս այն սառցե մագնատը չէր, ում ճանաչել էր ամիսներ առաջ։
Այդ մարդը փոխակերպվել էր, հալվել մի խիզախ կնոջ մի անկեղծ երեխայի ներկայությունից, ովքեր համարձակվել էին տեսնել սառցե մակերույթից այն կողմ։ Դեռ կարծում ես, որ պետք է գնաս, հարցրեց նա, ձայնը հազիվ քողարկում էր այն խոցելիությունը, որը նա երբեք թույլ չէր տվել, որ որևէ մեկը տեսնի։ Ի պատասխան, տատիկը մի քայլ առաջ արեց, առաջին անգամ լիովին կոտրեց այն մասնագիտական պատնեշը, որը նրանք դեռ պահպանում էին։ Նրա շուրթերը հանդիպեցին Դավիթի շուրթերին մի համբույրով, որը հաղորդում էր այն ամենը, ինչ բառերը չէին կարող արտահայտել՝ երախտագիտություն, հիացմունք, մի սեր, որը լուռ աճել էր, օրեցօր, ինչպես այգու բույսերը, որոնք նա խնամում էր այդքան սիրով։ Երբ նրանք բաժանվեցին, նոր վստահություն էր լցնում երկուսի աչքերը։ Առջում սպասվող ճանապարհը հեշտ չէր լինի, կլինեին ավելի շատ վերնագրեր, ավելի շատ բամբասանքներ, գուցե նույնիսկ իրավական պայքար գորգի հետ։ Բայց նրանք այդ ամենին կդիմակայեին միասին, որպես այն ընտանիք, որը դարձել էին առանց գիտակցելու։ Այդ գիշեր, նայելով պատշգամբի աստղերին, որն այժմ իրենն էր համարում, տատիկը վերջապես հասկացավ։ Որոշ մարդիկ մտնում են մեր կյանք ոչ թե փրկվելու, այլ մեզ փրկելու համար։ Եվ երբեմն, այդ գործընթացում, բոլորը գտնում են փրկություն։ 1 տարի անցավ այն բուռն գիշերվանից, երբ Դավիթը բացահայտեց Սոֆյա Տաթիկ Սարգսյան հիմնադրամը։ Քամիների առանձնատունը, որը նախկինում Երանում հայտնի էր որպես Սառցե պալատ, այժմ տեղի բնակիչների աշխատակիցների կողմից հաճախ անվանվում էր Երջանիկ ընտանիքի տուն։ Փոփոխությունները տեսանելի էին ոչ միայն ձևավորման մեջ, որն այժմ ավելի հյուրընկալ գունեղ էր, այլ հիմնականում այն մթնոլորտում, որը տիրում էր յուրաքանչյուր սենյակում։ Անցումը հեշտ չէր եղել։ Ամսագրային սկանդալից հետո առաջին ամիսներին նրանք բախվեցին բազմաթիվ մարտահրավերների։ Գորգը, առաջնորդվելով ուշացած զղջման ֆինանսական շահագրգռվածության խառնուրդով, նույնիսկ դիմել էր Սոֆյայի համատեղ խնամակալության համար։ Գործընթացը կարճ էր, բայց լարված։ Դավիթի իրավաբանական աջակցության հայրական լքման լավ փաստագրված պատմության շնորհիվ տատիկը պահպանեց հիմնական խնամակալությունը, իսկ գորգը ստացավ վերահսկվող այցելությունների իրավունք։ Ի զարմանս շատերի, այդ այցելությունները ի վերջո վերածվեցին ավելի առողջ հարաբերությունների հոր դստեր միջ։ Ազատվելով միակ ապահովողը լինելու ճնշումից ոգեշնչվելով Դավիթի նվիրվածության օրինակից, գորգը վերջապես սկսեց ավելի պատասխանատու կերպով ստանձնել իր հայրական դերը։ Գործարար ոլորտում Դավիթը դիմադրության հանդիպեց որոշ ավելի պահպանողական բաժնետերերի կողմից, բայց նրա հաստատակամ դիրքորոշումը ընկերության հետողական արդյունքները ի վերջո լռեցրին քննադատներին։ Մամուլը, որը միշտ ծարավ էր նորությունների, ի վերջո գտավ այլ թիրախներ իր սենսացիոն լուսարձակների համար։ Հիմնադրամը, մյուս կողմից, արագ ճանաչում ձեռք բերեց իր լուրջ աշխատանքի համար։ Տատիկի անմիջական համակարգմամբ, ով թողել էր տնտեսուհու պաշտոնը, դառնալով գործադիր տնօրեն, այն արդեն օգուտ էր բերել ավելի քան 200 խոցելի ընտանիքների։ Բնակարանային ծրագիրը, մասնավորապես, դարձել էր ազգային չափանիշ, համատեղելով բնապահպանական կայունությունը սոցիալական արժանապատվության հետ։ Անձնական կյանքում Դավիթի տատիկի հարաբերությունները ծաղկեցին մի բնականությամբ, որը կարծես միշտ նախասահմանված էր լինել։ Հարսանիքը, որը տեղի ունեցավ հիմնադրամի հայտարարությունից 6 ամիս անց, մտերմիկ արարողություն էր հենց առանձնատան պատշգամբում, ծովի ափին, որը վկա էր։ Սոֆյան, փայլելով իր հարսնաքրոջ զգեստով, կրում էր մատանիները մի հանդիսավորությամբ, որը հասկանալի էր միայն նրան, ով գիտակցում էր պահի կարևորությունը։ Այդ արոտ կիրակի առավոտ, այս բոլոր իրադարձություններից 1 տարի անց, Դավիթը պատշգամբից դիտում էր, թե ինչպես են տատիկն ու Սոֆյան նոր տնկիներ տնկում այգում։ Ստեփանը, նախկին այգեպանը, որն այժմ համակարգում էր կալվածքի ամբողջ սպասարկումը, աղջկան ուղղորդում էր, թե ինչպես ճիշտ նախապատրաստել հողը։ Հայրիկ, արի տես, թե ինչ ենք տնկել, կանչեց Սոֆյան, աշխուժորեն ձեռքով անելով։ Այդ բառը դեռ հուզմունքի ալիք էր առաջացնում Դավիթի մեջ։ Հայրիկ մի տիտղոս, որը նա երբեք չէր պատկերացնի, որ կլսի, էլ չասաց, որ այդքան մեծ նշանակություն կունենա։ Սոֆյայի պաշտոնական որդեգրումն ավարտվել էր 3 ամիս առաջ, մի գործընթաց, որը հեշտացել էր գորգի հայրական իրավունքներից հրաժարվելու շնորհիվ, իր կանոնավոր այցելությունները երաշխավորող համաձայնագրի դիմաց։ Նախկին ֆուտբոլիստը, վերջապես բավականաչափ հասունացած իր սահմանափակումները ճանաչելու համար, հասկացել էր, որ Սոֆյան ավելի լավ կլինի որպես Դավիթի տատիկի օրինական դուստր, իրեն պահպանելով նրա կյանքում որպես մի տեսակ հորեղբայր կամ կնքահայր։ Իջնելով պատշգամբի աստիճաններով, Դավիթը մոտեցավ փոքրիկ խմբին։ Սոֆյան, այժմ 8 տարեկան, ավելի ու ավելի էր նմանվում մորը, նույն արտահայտիչ աչքերը, նույն ժպիտը, որը կարող էր լուսավորել ամենամռայլ միջավայրը։
Մենք տեղական մրգատու ծառեր ենք տնկում, բացատրեց նա փոքրիկ գիտնականի խանդավառությամբ։ Ստեփանն ասում է, որ 5 տարուց մենք ծիրան, դեղց ու թութ կունենանք։ Երկարաժամկետ պլանավորում, մեկնաբանեց Դավիթը ժպտալով։ Գերազանց գործարար ռազմավարություն։ Տատիկը ոտքի կանգնեց, ձեռքերը մաքրելով այգեգործական տաբատին։ Դու մեր դստերը գործադիր տնօրեն ես դարձնում նույնիսկ 10 տարեկանը չբոլորած, կատակեց նա, մոտենալով արագ համբույրի համար։ Ավելի լավ է գործադիր տնօրեն, քան ֆուտբոլիստ, պատասխանեց նա, հումորով ակնարկելով Սոֆիայի կասկածելի տաղանդին սպորտային դաշտերում, չնայած գորգի նրան մարզելու ջանքերին։ Ոչինչ, իր տարիքից անդին իմաստությամբ հակադարձեց Սոֆյան։ Պապիկս ասում է, որ կարորը շատ տարբեր բաներ փորձելն է, պարզելու համար, թե ինչ ենք իրականում սիրում անել։ Խոսքը Դավիթի հոր, Արմեն Մանուկյանի մասին էր, ում հետ նա վերականգնել էր հարաբերությունները տարիների հեռավորությունից հետո։ Հաշտեցումը, որը սկզբում լարված պաշտոնական էր, աստիճանաբար մեղմացել էր տատիկի միջնորդական ներկայության Սոֆիայի անդիմադրելի հմայքի շնորհիվ։ Ձեր գործարարը, ով միշտ քննադատում էր որդուն աշխատանքի նկատմամբ իր մոլուցքի համար, այժմ կանոնավոր կերպով այցելում էր առանձնատուն, տարօրինակ նվերներ բերելով թոռնուհուն երիտասարդության պատմություններ պատմելով, որոնք ստիպում էին Դավիթին նոր աչքերով նայել սեփական անցյալին։ Ի դեպ, պապիկի մասին, հիշեց տատիկը, նա հաստատեց իր ներկայությունը այսօրվա ճաշին։ Եվ ասաց, որ հատուկ անակնկալ է բերում։ Հուսով եմ, դա մեկ այլ էկզոտիկ կենդանի չէ, հոգոց հանեց Դավիթը, հիշելով սպիտակ ծովախոզուկը, որը հայրը նախորդ ամիս նվիրել էր Սոֆիային, որն այժմ շքեղ վանդակ էր զբաղեցնում աղջկա սենյակում։ Կարծում եմ, դա կապված է այն նախագծի հետ, որը դուք քննարկում էիք, պատասխանեց տատիկը խորհրդավոր ժպիտով։ Ինչ-որ բան մեկուսացված համայնքների համար հողմային էներգիայի մասին։ Դավիթը հոնքերը բարձրացրեց, անկեղծորեն զարմացած։ Շաբաթներ շարունակ նա փորձում էր համոզել հորը միավորել ուժերը սոցիալական կայունության նախագծում, համատեղելով Արմենի փորձը ավանդական էներգիայի ոլորտում իր սեփական փորձառության հետ վերականգնվող էներգիայի ոլորտում։ Դա առաջին նշանն էր, որ ձեր պատրիարքը քննարկում էր այդ գաղափարը։ Դա նշանակալի կլիներ, մեկնաբանեց նա, փորձելով զսպել իր ձայնի սպասումը։ Սոֆյան, հասկանալով պահի կարևորությունը, բռնեց իր որդեգիր հոր ձեռքը։ Տեսա՞ր։ Ես ասացի, որ նա ի վերջո կհամաձայնի։ Պապիկին պարզապես ժամանակ է պետք խոստովանելու, երբ դու ճիշտ ես։ Խորաթափանց դիտարկումը ծիծաղ առաջացրեց 3 մեծահասակների մոտ։ Սոֆիայի ընտանեկան բարդ դինամիկան հասկանալու ունակությունը միշտ զարմացնում էր նրանց։ Մինչ նրանք վերադառնում էին տուն, ճաշին պատրաստվելու, Դավիթը թույլ տվեց, որ իրեն համակի այն լիարժեքության զգացումը, որը դեռ ամեն օր զարմացնում էր իրեն։ Նրա կյանքը, որը նախկինում այդքան մանրակրկիտ պլանավորված վերահսկվող էր, այժմ հոսում էր մի ազատությամբ, որը նա երբեք չէր պատկերացրել։ Գործնական հանդիպումները դեռ կարևոր էին, բայց այլս չէին խլում նրա ժամանակի յուրաքանչյուր պահը։ Տեղ կար Սոֆիային դպրոց ուղեկցելու, ուրբաթ երեկոյան տատիկի հետ դաշնամուրի դասերի, ամբողջ հանգստյան օրերը միայն ընտանիքին նվիրելու համար։ Խոհանոցում, որն այժմ աշխույժ հյուրընկալ միջավայր էր, Էլենն նոր խոհարարը, որը հատուկ վարձվել էր ընտանիքի ավելի բազմազան ճաշակները բավարարելու համար, թեթ խաշլամա էր պատրաստում, Դավիթի զիջումը իր նախկին խիստ սննդակարգին։ Հայկական համեմունքների բույրը լցնում էր օդը, խառնվելով Սոֆիայի ծիծաղին, ով այժմ նստած էր վաճառասեղանին, ուշադիր հետելով խոհարարական գործընթացին։ Կարող եմ օգնել բանջարեղենը կտրատել, հարցրեց աղջիկը, միշտ պատրաստ մասնակցելու։ Իհարկե, փոքրիկ խոհարար, պատասխանեց Էլենը, նրան տալով երեխաների համար նախատեսված հատուկ անսուր դանակ։ Տատիկը մոտեցավ Դավիթին, ով տեսարանը դիտում էր, հենված դռան շրջանակին։ Մի կոպեկ քո մտքերի համար, մրմնջաց նա, իր մատները միահյուսելով նրա մատներին։ Մտածում էի, թե որքան հետաքրքիր է, ցածր ձայնով պատասխանեց նա։ Ես այնքան ժամանակ եմ անցկացրել կայսրություն կառուցելով, հավատալով, որ հաջողությունը նշանակում է ամեն ինչի նկատմամբ վերահսկողություն ունենալ։ Եվ հետո դուք երկուստ եկաք իմ աշխարհը գլխիվայր շուռ տվեցիք։ Նա ժպտաց, մեղմ սեղմելով նրա ձեռքը։ Եվ ինչ-որ անհասկանալի կերպով, դա ինձ ավելի երջանիկ դարձրեց, քան երբեք կարող էի պատկերացնել։ Տատիկը պատասխանեց ժպիտով, նրա աչքերը փայլում էին նույն վստահությամբ, որն այժմ լցնում էր նրա աչքերը։ Գիտես, թե տատիկս ինչ էր ասում։ Երբեմն մենք պետք է կորցնենք վերահսկողությունը, հավասարակշռությունը գտնելու համար։
Քո տատիկը իմաստուն կին է եղել, մեկնաբանեց Դավիթը, նրան ավելի մոտ քաշելով։ Ինչպես քո կինը, լրացրեց նա չարաճճի ժպիտով։ Եվ ձեր դուստրը, ավելացրեց Սոֆյան խոհանոցից, ապացուցելով, որ նրա ականջները միշտ ուշադիր էին, նույնիսկ երբ թվում էր, թե կենտրոնացած է այլ գործերով։ Նրանք միասին ծիծաղեցին, այնպիսի հեշտ բնական ծիծաղով, որն այժմ սովորական էր քամիների առանձնատանը։ Հեռախոսի զանգը ընդհատեց պահը։ Լիլիթն էր, տեղեկացնելով, որ Արմենն արդեն ճանապարհին է, ուղեկցությամբ կայուն բիզնես ամսագրի թիմի, որը հետաքրքրված էր հոր որդու նոր համատեղ նախագծի մասին հոդված պատրաստելով։ Հարցազրույց։ Կիրակի օրը, հարցրեց Դավիթը, հին զայրույթը սպառնում էր վեր հառնել։ Ակնհայտորեն ձեր հայրը պնդել է, որ ամբողջ ընտանիքը մասնակցի, բացատրեց Լիլիթը։ Ասել է, որ նախագիծը ամբողջովին կապված է ընտանեկան արժեքների նոր սերունդների հետ։ Տատիկը դիտում էր Դավիթի արտահայտությունը, որը տատանվում էր զայրույթի հոր խորամանկության նկատմամբ դժկամ հիացմունքի միջ։ Ամեն ինչ կարգին է, վստահեցրեց նա։ Դա կարող է լավ հնարավորություն լինել ցույց տալու, թե ինչպես է հիմնադրամը համահունչ այս նոր նախաձեռնությանը։ Եվ ես կարող եմ ցույց տալ իմ հողմային տուրբինների նկարները, բացականչեց Սոֆյան, ով վաղաժամ հետաքրքրություն էր զարգացրել ինժեներիայի նկատմամբ, ի ուրախություն երկու պապիկների։ Դավիթը գլխով արեց, հանձնվելով անխուսափելիին։ Ճշմարտությունն այն է, որ 1 տարի առաջ նա առանց վարանելու կչեղարկեր հարցազրույցը, իր անձնական կյանքը վեր դասելով ցանկացած դրական լուսաբանման հնարավորությունից։ Այժմ նա հասկանում էր, որ իր պատմությունը, նրանց պատմությունը կիսելը կարող է ոգեշնչել այլ մարդկանց, ինչպես տատիկի քաջությունն ու Սոֆիայի անկեղծությունը փոխակերպել էին իրեն։ Մինչ նրանք ավարտում էին ճաշի նախապատրաստությունները, նախասրահի հին ճոճանակով ժամացույցը, որը տատիկը սարքել էր առանձնատան իր առաջին օրերին, զարկեց կեսօրը։ Ձայնը, որը նախկինում պարզապես ժամանակի մեխանիկական նշում էր, այժմ կարծես տոնում էր ինտենսիվ ապրած յուրաքանչյուր պահը։ Ճաշասենյակում սեղանը գցված էր ոչ միայն անմիջական ընտանիքի, այլ մարդկանց ավելի ու ավելի մեծացող շրջանակի համար, որոնք դարձել էին իրենց կյանքի նշանակալի մասը։ Տիկին Անահիտը, տատիկի մայրը, ով տեղափոխվել էր հարակից կալվածքի տուն, Ստեփանը նրա կինը, Հռիփսիմեն, որոնք աշխատակիցներից ավելի շատ վստահելի անձինք ընկերներ էին, Կարինեն, Սոֆիայի ուսուցչուհին, որը դարձել էր հիմնադրամի կրթական խորհրդատուն, նույնիսկ Գորգը, ով աստիճանաբար գտել էր իր տեղը այդ ոչ ավանդական ընտանեկան կառուցվածքում։ Դիտելով, թե ինչպես են տեղերը մեկ առ մեկ լցվում, Դավիթը չէր կարող չմտածել հեգնանքի մասին։ Նա, ով տարիներ շարունակ պարիսպներ էր կառուցում մարդկանց հեռու պահելու համար, այժմ գտնվում էր աշխույժ հյուրընկալ համայնքի կենտրոնում։ Եվ զարմանալիորեն, այնտեղ իրեն ավելի ապահով պաշտպանված էր զգում, քան երբե իր ինքնական մեկուսացման մեջ։ Մեքենայի մոտենալու ձայնը ազդարարեց Արմենի ժամանումը։ Րոպեներ անց Մանուկյանների պատրիարքը ներս մտավ, ուղեկցությամբ ոչ միայն լրագրողների, այլ սանի ձկնորսների կոոպերատիվի ներկայացուցիչների, վերականգնվող էներգիայի նախագծի պոտենցիալ շահառուների։ Հուսով եմ դեմ չես լրացուցիչ հյուրերին, որդիս, ասաց Արմենը այն վստահ ժպիտով, որը միշտ օգտագործում էր, երբ գիտեր, որ սահմաններն է փորձում։ Կարծեցի, կարող է, որ ռեպորտաժը ներառի նրանց ձայները, ովքեր ուղղակիորեն կաստվեն մեր աշխատանքից։ Սպասվող զայրույթի փոխարեն Դավիթը բոլորին զարմացրեց անկեղծ ծիծաղով։ Տունը քոնն էլ է, հայրիկ, պատասխանեց նա, գրկելով ձեր գործարարին մի հեշտությամբ, որը աներակայելի կլիներ 1 տարի առաջ։ Ի դեպ, այն հիմա բոլորինս է։ Սոֆյան վազեց գրկելու պապիկին, մինչ տատիկը ողջունում էր լրագրողներին, ձկնորսներին, ստիպելով նրանց անմիջապես իրենց լավ զգալ։ Իրեն բնորոշ բնական նրբագեղությամբ նա այն, ինչ կարող էր լինել պաշտոնական գործնական հանդիպում, վերածեց իսկական համայնքային հավաքի։ Ճաշն անցավ տոնական մթնոլորտում։ Պատմություններ պատմվեցին, ծրագրեր քննարկվեցին, երազանքներ բացահայտվեցին։ Ձկնորսները, որոնք սկզբում ամաչում էին շքեղ միջավայրում, շուտով ազատ զգացին խոսելու իրենց հույսերի մասին էներգետիկ նախագծի վերաբերյալ, թե ինչպես այն կփոխի կյանքը համայնքում։ Մի պահ Արմենը ոտքի կանգնեց, գավաթը ձեռքին, խնդրելով բոլորի ուշադրությունը։ Ես ուզում եմ կենաց խմել, հայտարարեց նա այն հուզված ձայնով, որը հազվադեպ էր թույլ տալիս ցուցադրել։ Ընտանիքի կենացը, ոչ միայն այն, որտեղ մենք ծնվել ենք, այլ այն, որը մենք ընտրում կառուցում ենք կյանքի ընթացքում։ Նա ուղիղ նայեց տատիկին Սոֆիային, հետո որդուն։ Դավիթ, ես տարիներ շարունակ քննադատել եմ քո ընտրությունները, քո մոլուցքը աշխատանքի նկատմամբ, քո հեռացումը մարդկանցից։
Այսօր ես տեսնում եմ, որ սխալ էի քո ճանապարհը դատելիս։ Յուրաքանչյուր քայլ, որ դու արել ես, նույնիսկ նրանք, որոնք մեզ հեռացրին, քեզ տարան հենց այնտեղ, որտեղ պետք է լինեիր, քո իսկական ընտանիքը գտնելու համար։ Ձեր գործարարի աչքերը արցունքակալեցին, զարմացնելով բոլորին։ Տատիկի կենացը, ով ունեցավ այն քաջությունը, որը պակասում էր մեզ բոլորիս, իմ որդուն գերող սառույցը կոտրելու քաջությունը։ Եվ Սոֆիայի կենացը, ով այն իմաստությամբ, որը միայն երեխաներն ունեն, ամեն օր մեզ սովորեցնում է, թե ինչն է իրականում կարոր։ Գավաթները բարձրացան ամբողջ սեղանի շուրջ, ուղեկցվելով հուզված ժպիտներով։ Դավիթը Սոֆիային գրկին տատիկին կողքին, այնքան խորը երախտագիտություն զգաց, որ հազիվ կարողանում էր այն բառերով արտահայտել։ Փոխարենը, նա պարզապես գրկեց իր ընտանիքին, թույլ տալով, որ ժեստը հաղորդի այն, ինչով լի էր իր սիրտը։ Ավելի ուշ, երբ կեսօրն անցնում էր, հյուրերն արդեն գնացել էին, Դավիթը, տատիկը Սոֆյան նստեցին պատշգամբում, վայելելու մայրամուտը ծովի վրա։ Երկինքը ներկվում էր նարնջագույն վարդագույն երանգներով, արտացոլվելով հանգիստ ջրերում իմպրեսիոնիստական նկարի պես։ Գիտեք, ինչ եմ մտածում, մեկնաբանեց Սոֆյան, հենված հորը, մինչ նկարում էր իր տետրում։ Ինչի՞ մասին, սիրելիս, հարցրեց տատիկը։ Մտածում եմ, որ մեր ընտանիքում ավելի շատ մարդ է պետք, բնականon կերպով պատասխանեց աղջիկը։ Գուցե մի փոքրիկ եղբայր կամ քույրիկ։ Դավիթն ու տատիկը զարմացած հայացքներ փոխանակեցին, հետո համաձայնության ժպտացին։ Թեման արդեն առաջացել էր նրանց միջ վերջին շաբաթներին, բայց նրանք չգիտեին, որ Սոֆյան նույնպես այդ ցանկությունն ուներ։ Հետաքրքիր գաղափար է, զգուշորեն պատասխանեց Դավիթը։ Ինչը քեզ ստիպեց այդ մասին մտածել։ Սոֆյան բարձրացրեց իր նկարը։ Դրանում 5 ձողիկներով կերպարներ, ակնհայտորեն ներկայացնելով Դավիթին, տատիկին, իրեն, պապիկ Արմենին, տատիկ Անահիտին, ձեռք ձեռքի բռնած կանգնած էին գունավոր տան դիմաց։ Դավիթի տատիկի միջ մի փոքրիկ կերպար փափուկ արջուկ էր բռնել։ Պարզապես կարծում եմ, որ մեր ընտանիքում դեռ տեղ կա ավելի շատ սիրո համար, բացատրեց նա այն խորը պարզությամբ, որը միշտ զարմացնում էր նրանց։ Տատիկը վերցրեց նկարը, նրա աչքերը հանդիպեցին Դավիթի աչքերին։ Առանց խոսքերի նրանք հաղորդեցին մի խոստում, մի ապագա, որը կշարունակեր բացվել հնարավորություններով, որոնք նրանցից ոչ մեկը չէր կարող պատկերացնել, երբ իրենց ճանապարհները առաջին անգամ խաչվեցին։ Գուցե դու ճիշտ ես, սիրելիս, վերջապես պատասխանեց տատիկը, շոյելով դստեր մազերը։ Սիրտը նման է այն կոտրված ծաղկամանին, որը մենք խճանկարի վերածեցինք, հիշում ես։ Երբ վերականգնվում է, ի վերջո շատ ավելի շատ գեղեցկության համար տեղ է ունենում, քան նախկինում։ Դավիթը մեկնեց ձեռքը, երկուսին էլ գրկելով պաշտպանող գրկում, մինչ արի վերջին ճառագայթը անհետանում էր հորիզոնում։ Նախասրահի հին ժամացույցը զարկեց, նշելով ոչ միայն մեկ այլ օրվա ավարտը, այլ մի ճանապարհորդության շարունակությունը, որը նոր էր սկսվում։ Քամիների առանձնատանը, որտեղ նախկինում տիրում էր մենության սառցել լռությունը, այժմ արձագանքում էին ձայներ, ծիծաղ ապագայի ծրագրեր։ Տունը, ինչպես նրա բնակիչները, վերակառուցվել էր, ոչ թե վերադառնալով իր սկզբնական վիճակին, այլ վերածվելով ինչ-որ նոր, ավելի ուժեղ, շատ ավելի գեղեցիկ բանի։ Ինչպես ծաղկամանը, որը նորից ոտքի կանգնեց, նոր տեսքով, ավելի փայլուն, քան երբևէ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Դավիթի, տատիկի Սոֆիայի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Այս փոխակերպման ճանապարհորդությունը մեզ հիշեցնում է, որ երբեք ուշ չէ թույլ տալ, որ սերը հալեցնի նույնիսկ ամենակարծրացած սիրտը։ Ընտանեկան կապերի ուժը նոր սկիզբները փառաբանող նույնքան հուզիչ պատմություններ շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երկացանք, որը կարող եք գտնել սեղմելով ձեր ձախ կողմում գտնվող հղմանը։ Եթե այս պատմությունը ջերմացրեց ձեր սիրտը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, դնել ձեր հավանումը, կիսվել ձեր մտքերով մեկնաբանություններում։ Ամեն օր մենք բերում ենք նոր պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդություններն ու գեղեցկությունները։ Որ կերպարն ամենաշատը հուզեց ձեր հոգին։ Ինչ կանեիք տատիկի կամ Դավիթի փոխարեն։ Մենք անհամբեր սպասում ենք կարդալու ձեր մտորումները։ Մինչ մեր հաջորդ հանդիպումը։